Խեղդող նախազգացումից համակված միլիոնատերը ժամանակից շուտ վերադառնում է հիվանդանոց։ Դուռը բացելիս տեսնում է, թե ինչպես է կինը բարձով փորձում խեղդել իր մորը։ Ցնցումն անմիջական է, այն ճշմարտությունը, որը նա հրաժարվում էր տեսնել, այժմ ճչում է հենց իր աչքի առաջ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասացեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակեցինք։ Երանյան առավոտն արթնանում էր իրեն բնորոշ շարժիչների ու ազդանշանների աղմուկով, բայց Արմեն Մանուկյանի համար ամենաբարձր հնչող ձայնը սեփական անկանոն շնչառության ձայնն էր։ Նա մեքենան վարում էր արշալույսի բարակ մշուշով դեռս պատված փողոցներով, կրծքավանդակում զգալով մի սեղմոց, որը չէր կարողանում բացատրել։ Ընդամենը մի քանի ժամ առաջ նա իր մորը, տիկին Անահիտին, թողել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, ծանր գիշերվանից հետո, երբ մայրը շնչառական նոպա էր տարել։ Բժիշկները հավաստիացրել էին, որ նրա վիճակը կայուն է, որ կարող է տուն գնալ, մի փոքր հանգստանալու։ Բայց ինչ-որ բան նրա ներսում համառորեն պնդում էր վերադառնալ։ Արմենը 38 տարեկան տղամարդ էր, ինժեներ-շինարար, հայտնի իր ռացիոնալությամբ բարդ խնդիրները սառնասրտորեն լուծելու ունակությամբ։ Բայց այդ պահին տրամաբանությունը չէր կարողանում հանգստացնել հրատապության զգացումը, որը տիրել էր նրա մարմնի յուրաքանչյուր բջջին։ Կարծես մի ներքին ձայն գոռում էր, որ ինչ-որ բան խորապես այն չէ, որ նա պետք է հենց այդ պահին մոր կողքին լինի։ Նա սեղմեց գազի ոտնակը, շրջանցելով դանդաղ շրջադարձ կատարող ավտոբուսը, սիրտը սկսեց բաբախել, երբ վերջապես նկատեց հիվանդանոցի սպիտակ ճակատամասը։ Մեքենան կայանեց ինչպես պատահի, քիչ մնաց մոռանար փակել դռները, լայն քայլերով անցավ նախասրահով։ Ընդունարանի աշխատակցուհին ողջունեց նրան, բայց նա հազիվ լսեց խոսքերը։ Ոտքերն ինքնաբերաբար նրան տանում էին արդեն չափազանց լավ ծանոթ միջանցքներով, անցնելով առավոտյան հերթափոխը սկսող բուժքույրերի հոգնած դեմքերով նորությունների սպասող ընտանիքների կողքով։ Վերելակը կարծես հավերժություն տեց, մինչ հասավ 4-րդ հարկ, երբ դռները վերջապես բացվեցին, Արմենը գրեթե վազեց դեպի 312 համարի հիվանդասենյակ։ Երբ նա հրեց դուռը, նրա աչքերի առաջ բացված տեսարանը ընդմիշտ փոխեց նրա կյանքը։ Լիլիթը, նրա 5 տարվա կինը, կրացած էր հիվանդանոցի մահճակալի վրա, բարձը սեղմելով տիկին Անահիտի դեմքին։ Տարեց կինը, սպիտակ մազերով փխրուն մարմնով, թու։ Իլ դիմադրում էր, նրա նիհար ձեռքերը փորձում էին հրել հարսին, բայց պաշտպանվելու համար բավարար ուժ չունեին։ Լիլիթի աչքերը հառած էին, վճռական, առանց վարանման կամ զղջման որե նշույլի։ Դա մի մարդու արտահայտություն էր, ով անցել էր անտեսանելի գիծը, մտադիր չէր վերադառնալ։ Արմենը զգաց, թե ինչպես օդը պակասեց թոքերում։ Մի ակնթարթ նրա ուղեղը հրաժարվեց ընկալել այն, ինչ տեսնում էր։ Դա չէր կարող լինել Լիլիթը, այն կինը, ում հետ ամեն գիշեր կիսում էր անկողինը, այն կինը, ով ամեն առավոտ ժպտում էր իրեն, այն կինը, ում նա երդվել էր սիրել պաշտպանել։ Բայց դա նա էր։ Եվ այդ պահին նրա իմացած ողջ իրականությունը փլուզվեց։ Նա արձագանքեց զուտ բնազդով, 3 քայլով անցնելով սենյակը, այնպիսի ուժով խլելով բարձը Լիլիթի ձեռքերից, որ նա մի կողմ շպրտվեց։ Տիկին Անահիտը հուսահատ շնչակտուր էր լինում, փորձելով օդ քաշել թթվածնից զրկված թոքերը։ Արմենն օգնեց նրան նստել, զգուշորեն բռնելով, մինչ նա հազում ու դողում էր։ Սրտի մոնիտորը սկսեց սուր ազդանշաններ տալ, վայրկյանների ընթացքում բուժքույրերն ու մի բժիշկ ներխուժեցին սենյակ։ Լիլիթը նահանջել էր մինչ պատը, աչքերն այժմ լայն բացված, բայց ոչ զղջումից։ Դա շոկ էր։ Բռնվելու, ձախողվելու, իրականության դաժան լույսի ներքո իր իսկական դեմքը բացահայտվելու շոկը։ Նա բերանը բացեց խոսելու, բայց Արմենը ընդհատեց նրան, նախքան որե բառ կարող էր դուրս գալ։ Ոչինչ մի ասա, հրամայեց նա, ձայնը ցածր, բայց լի մի կատաղությամբ, որը երբեք չէր զգացել։ Ոչ մի բառ։ Բուժքույրերը խնամում էին տիկին Անահիտին, ստուգելով նրա կենսական նշանները, թթվածին տալով, նրան հանգստացնելով մեղմ խոսքերով։ Բժիշկը շփոթված հայացք նետեց Արմենին, հետո Լիլիթին, փորձելով հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել այնտեղ։ Արմենը չէր կարողանում ամբողջական նախադասություններ կազմել, բայց մատնացույց արեց կնոջը միայն ասաց։ Նա փորձեց, նա։ Բառերը մահացան նրա կոկորդում։ Անվտանգության աշխատակից կանչեցին։ Լիլիթին դուրս հանեցին սենյակից, նա բողոքում էր, ասելով, որ թյուրիմացություն է եղել, որ ընդամենը բարձն էր ուղում, որ սկեսուրն անհանգիստ էր։ Բայց նրա խոսքերը դատարկ էին հնչում, հուսահատ, մի մարդու խղճուկ փորձ, ով գիտեր, որ սուտը այլս հենարան չունի։
Արմենը նրա աչքերին չնայեց, երբ նրան դուրս էին տանում։ Չէր կարողանում։ Երբ սենյակը վերջապես հանդարտվեց, տիկին Անահիտը կրկին կայուն վիճակում էր, Արմենը նստեց մահճակալի կողքին, մոր փխրուն ձեռքը բռնելով իր ձեռքերի մեջ։ Նա արցունքոտ աչքերով նայեց որդուն, այդ հայացքում այնքան շատ չասված բաներ կային։ Ցավ, թեթացում, տխրություն և ինչ-որ բան, որը Արմենին մի քանի վայրկյան պահանջվեց ճանաչելու համար, հասկացողություն։ Կարծես, ինչ-որ կերպ, նա արդեն գիտեր, որ այդ պահը գալու է։ Կարծես սպասում էր դրան, վախենում դրանից, բայց գիտեր, որ այն անխուսափելի է։ Մամ, չշնջաց նա, ձայնը խեղդվելով։ Ես չգիտեի։ Երդվում եմ, որ չգիտեի։ Տիկին Անահիտը սեղմեց նրա ձեռքը իր ունեցած սակավ ուժով փակ է։ Աչքերը, արցունքները հոսում էին նրա կնճռոտ այտերով։ Արմենը զգաց, թե ինչպես կուրծքն էլ ավելի սեղմվեց, տարիների մեջ առաջին անգամ լաց եղավ։ Լաց եղավ մոր համար, ում քիչ էր մնում կորցներ։ Լաց եղավ կնոջ համար, ում իրականում երբեք չէր ճանաչել։ Լաց եղավ այն կյանքի համար, որը կառուցել էր ստի պատրանքների հիմքի վրա։ Հաջորդած ժամերը մշուշի մեջ անցան։ Արմենը ցուցմունք տվեց ոստիկանությանը, բացատրեց, թե ինչ էր տեսել, պատասխանեց հարցերի, որոնք անիրական էին թվում։ Ինչպես կարող էր բացատրել, որ այն կինը, ում հետ կյանքն էր կիսում, փորձել էր խլել իր մոր կյանքը։ Ինչպես կարող էր բառերով արտահայտել բացարձակ դավաճանությունը, հաշվարկված սառնությունը, մաքուր չարությունը, որին ականատես էր եղել։ Ոստիկանները հարգալից էին, բայց ուղիղ։ Նրանց մանրամասներ էին պետք, համատեքստ, ցանկացած բան, որը կարող էր օգնել հասկանալու, թե ինչն էր դրդել այդ արարքին։ Եվ հենց այնտեղ, հիվանդանոցի սառը խորհրդակցությունների սենյակում նստած, Արմենը սկսեց հավաքել մի գլուխկոտրուկի կտորները, որը միշտ եղել էր նրա աչքի առաջ, բայց որը նա հրաժարվել էր տեսնել։ Նա Լիլիթը ծանոթացել էին 6 տարի առաջ, կորպորատիվ միջոցառման ժամանակ։ Նա մարքեթինգի մենեջեր էր կոսմետիկայի ընկերությունում, գեղեցիկ, խելացի, լի հմայքով ու վստահությամբ։ Նա անմիջապես գրավել էր նրա էներգիայով, նրանով, թե ինչպես էր Լիլիթը լուսավորում ցանկացած միջավայր, որտեղ մտնում էր։ Սիրավեպը արագ էր, բուռն, լի միասին փայլուն ապագայի խոստումներով։ Նա ստիպում էր Արմենին զգալ յուրահատուկ, հիացմունքի արժանի, ցանկալի։ Եվ երբ նա ծանոթացրեց մոր հետ, Լիլիթը կատարյալ էր եղել։ Քաղաքավարի, քնքուշ, ուշադիր։ Տիկին Անահիտը ժպտացել էր տվել իր օրհնությունը, թե Արմենը, այժմ, հետ նայելով, կարողանում էր ինչ-որ բան նկատել մոր աչքերում այդ օրը։ Մի փոքր վարանում։ Կասկածի ստվեր։ Հարսանիքը նշվեց համեստ, բայց գեղեցիկ արարողությամբ Երանի մերձակա ձորաղբյուրի ամառանոցներից մեկում։ Տիկին Անահիտը փայլում էր, երջանիկ, տեսնելով որդուն, որ սեփական ընտանիքն էր կազմում։ Եվ առաջին ամիսներին ամեն ինչ կատարյալ էր թվում։ Լիլիթը նվիրված կին էր, տունը խնամքով էր պահում, բարդ ընթրիքներ էր պատրաստում։ Համոզվում էր, որ ամեն ինչ միշտ անթերի լինի։ Արմենն իրեն բախտավոր էր զգում։ Բայց կամաց-կամաց կատարյալ ճակատամասի վրա ճաքեր սկսեցին հայտնվել։ Սկզբում դրանք մանրուքներ էին։ Խայթիչ մեկնաբանություններ տիկին Անահիտի մասին, կատակների տակ քողարկված։ Նա միշտ էլ այդքան վերահսկող է եղել, այնպես չէ՞։ Կամ, Աստված իմ, մայրդ թույլ չի տալիս, որ մեծանաս։ Արմենը ծիծաղում էր, մտածելով, որ դա պարզապես Լիլիթի յուրահատուկ հումորն է։ Ի վերջո, բոլոր ընտանիքներն ունեին իրենց դինամիկան, իրենց մանր կոնֆլիկտները։ Դա լուրջ բան չէր։ Հետո եկան ավելի ուղիղ քննադատությունները։ Լիլիթը սկսեց կասկածի տակ դնել, թե որքան հաճախ էր Արմենն այցելում մորը, որքան էր անհանգստանում նրա համար, որքան դեռ թույլ էր տալիս, որ տիկին Անահիտը ազդեցություն ունենա իր որոշումների վրա։ Դու պետք է սովորես սահմաններ դնել, ասում էր նա, ձայնը մեղմ, բայց հաստատուն։ Մենք հիմա ընտանիք ենք։ Դու ես։ Մայրդ պետք է դա հասկանա։ Արմենը փորձում էր հավասարակշռել երկու կանանց, փորձում էր խաղաղություն պահպանել։ Նա կրճատեց մորն այցելությունները։ Սկսեց ավելի քիչ զանգահարել, միշտ ներողություն խնդրելով աշխատանքի պարտավորությունների պատճառաբանությամբ։ Տիկին Անահիտը երբեք չէր բողոքում, բայց նա կարող էր զգալ տխրությունը նրա ձայնում, միայնությունը, որը սկսում էր շրջապատել նրան։ Եվ ամեն անգամ, երբ դա նշում էր Լիլիթին, նա պատրաստի պատասխան ուներ։ Արմեն, դու չես կարող նրա կյանքով ապրել։
Նա պետք է ստեղծի իր սեփական անկախությունը։ Բայց իրական շրջադարձը տեղի ունեցավ, երբ Արմենը կորցրեց մի խոշոր պայմանագիր իր աշխատավայրում։ Դա զգալի ֆինանսական հարված էր, զույգը հայտնվեց դժվարությունների մեջ։ Հաշիվները կուտակվում էին, աշխատավարձը չէր բավականացնում, ճնշումն օրեցօր աճում էր։ Հենց այդ ժամանակ տիկին Անահիտը իր միշտ ունեցած առատաձեռն սրտով առաջարկեց, որ նրանք ժամանակավորապես ապրեն իր տանը։ Դա համեստ, բայց հարմարավետ տուն էր կենտրոն թաղամասում։ Արմենը ընդունեց, երախտապարտ, մտածելով, որ դա կլինի ընդամենը մի քանի ամսով, մինչ կարողանան ոտքի կանգնել։ Լիլիթը նույնպես համաձայնեց, բայց Արմենը նկատեց նրա դեմքի անմիջական փոփոխությունը։ Դիմակը ի պահ սահեց, բացահայտելով ինչ-որ սառը, ինչ-որ կոշտ բան։ Բայց նա արագ իրեն հավաքեց ժպտաց, ասելով, որ ամեն ինչ լավ է, որ կանեն այն, ինչ անհրաժեշտ է։ Հաջորդած ամիսները լուռ դժոխք էին։ Լիլիթը այդ տանը դարձավ այլ մարդ։ Երբ Արմենը ներկա էր, նա պահպանում էր իրեն, բայց այն պահերին, երբ նա դուրս էր գալիս աշխատանքի կամ գործերով, ի հայտ էր գալիս իսկական Լիլիթը։ Տիկին Անահիտը երբեք ուղղակիորեն չբողոքեց, բայց Արմենը սկսեց նշաններ նկատել։ Մայրն ավելի լուռ էր, ավելի ինքնամփոփ։ Նրա աչքերում մի խորը տխրություն կար, որը նախկինում չկար։ Նա սկսեց նիհարել, կորցնել ախորժակը, վատ քնել։ Մի անգամ նա ավելի շուտ տուն եկավ, խոհանոցից բարձր ձայներ լսեց։ Լիլիթը խոսում էր սկեսուրի հետ, թե բառերը չափավորված էին, տոնը կտրուկ էր։ Տիկին Անահիտ, դուք պետք է հասկանաք, որ այս տունն այնքան հարմարավետ չէ, որքան նախկինում։ Մենք հսկայական զոհողություն ենք անում, այստեղ լինելով։ Արմենը մտավ խոհանոց, երկուսն էլ անմիջապես լռեցին։ Լիլիթը ժպտաց նրան, ինչպես միշտ քաղցր, հարցրեց, թե ինչպես է անցել նրա օրը։ Նա պետք է հետա քններ, պետք է դիմակայեր, բայց չարեց։ Տիկին Անահիտը մի քանի անգամ փորձեց խոսել նրա հետ։ Մի գիշեր, երբ Լիլիթը ընկերուհիների հետ դուրս էր եկել, նա նստեց որդու կողքին հյուրասենյակում ցածր ձայնով ասաց. Արմեն, ես քեզ մի բան պետք է ասեմ։ Բայց նախքան նա կկարողանար շարունակել, Արմենն ընդհատեց նրան, հոգնած, լարված աշխատանքից ու ֆինանսներից։ Մամ, խնդրում եմ, հիմա ոչ։ Ես ուժասպառ եմ։ Նա փակեց բերանը, այլս երբեք չփորձեց։ Եվ Արմենը այդ բեռը գրելու էր իր ողջ կյանքի ընթացքում։ Այժմ հիվանդանոցի մահճակալի կողքին նստած, դիտելով մորը, որը քնած էր իր կրած տրավմայից հետո, Արմենը մեղքի զգացումը զգում էր որպես ֆիզիկական ծանրություն իր ուսերին։ Նա ձախողվել էր։ Անտեսել էր նշանները, ընտրել էր մակերեսային խաղաղությունը անհարմար ճշմարտության փոխարեն, թույլ էր տվել, որ իր սիրած կինը իրական սպառնալիք դառնա իրեն մեծացրած կնոջ համար։ Բայց մեղքի զգացումը պետք է սպասեր։ Հիմա նա պետք է պաշտպաներ տիկին Անահիտին։ Պետք է ապահովեր, որ Լիլիթը երբեք այլս չկարողանա մոտենալ նրան։ Պետք է հասկանար, թե ինչպես էր հասել այդ կետին, թե ինչպես կարող էր մի մարդ այդքան ատելություն, այդքան արամարանք կրել, հասնելով ամենաանխախտելի գիծը հատելուն։ Մի բուժքույր մտավ սենյակ, ստուգեց մոնիտորները, բարյացակամորեն ժպտաց Արմենին։ Նա լավ է, պարոն Մանուկյան։ Վախը մեծ էր, բայց նա ուժեղ է։ Նա գլխով շնորհակալություն հայտնեց, անկարող լինելով բառեր կազմել։ Երբ բուժքույրը դուրս եկավ, Արմենը վերցրեց հեռախոսը, հաղորդագրություն ուղարկեց իր քրոջը, Անիին, որն ապրում էր Գյումրիում։ Անի, պետք է որքան հնարավոր է շուտ գաս Երան։ Շտապ է։ Մայրիկի հետ կապված։ Պատասխանը եկավ վայրկյանների ընթացքում։ Առաջին իսկ չվերթով գալիս եմ։ Ինչ է պատահել։ Նա չպատասխանեց։ Չգիտեր, թե ինչպես բացատրի հեռախոսով։ Որոշ բաներ պետք է ասվեին անձամբ, աչքերի մեջ նայելով, մերկ ճշմարտության ողջ ծանրությամբ։ Արմենն օրվա մնացած մասն անցկացրեց հիվանդանոցում, հրաժարվելով հեռանալ, հրաժարվելով մորը մենակ թողնել անգամ մի վայրկյան։ Նա վատ կերավ, ավելի վատ քնեց, բայց դա նրան չէր հուզում։ Ամեն անգամ, երբ փակում էր աչքերը, նորից տեսնում էր տեսարանը։ Լիլիթը, բարձը, տիկին Անահիտի աչքերի հուսահատությունը։ Եվ ամեն անգամ, երբ բացում էր աչքերը, պետք է դիմակայեր իրականությանը, որ իր կյանքը, ինչպես որ ճանաչում էր, ավարտվել էր։ Գիշերը, երբ հիվանդանոցի լույսերը խամրեցին։ Միջանցքն ավելի լուր դարձավ, Արմենը վերջապես թույլ տվեց, որ իրեն համակեն այն մտքերը, որոնցից խուսափում էր։ Նա փորձեց հասկանալ։
Փորձեց գտնել տրամաբանություն, պատճառ, մի բան, որը կարող էր իմաստավորել այդ հրեշավոր արարքը։ Բայց տրամաբանություն չկար։ Կար միայն ատելություն։ Մաքուր ատելություն, լռության մեջ փայփայված, դժգոհություններով ու նախանձով սնված։ Եվ Արմենը հասկացավ, որ ինչ-որ կերպ ինքը մեղսակից է եղել։ Ոչ բուն արարքին, այլ այն միջավայրին, որը թույլ էր տվել, որ այդ արարքը հնարավոր դառնա։ Նա ընտրել էր չտեսնել, չլսել, չկասկածել։ Նա ընտրել էր տգիտության հարմարավետությունը ճշմարտության խիզախության փոխարեն։ Եվ հիմա մայրը քիչ էր մնում վերջնական գինը վճարեր իր ընտրությունների համար։ Տիկին Անահիտը շարժվեց մահճակալում, անհասկանալի բան մրմնջալով։ Արմենը կռացավ, նորից բռնելով նրա ձեռքը։ Ես այստեղ եմ, մամ։ Այստեղից չեմ գնա։ Դու ապահով ես։ Նա դանդաղ բացեց աչքերը, դեռ շփոթված դեղերից, բայց երբ տեսավ որդուն իր կողքին, մի փոքրիկ ժպիտ հայտնվեց շուրթերին։ Արմեն, շշնջաց նա։ Դու վերադարձա։ Ես վերադարձա, հաստատեց նա, ձայնը դողալով։ Եվ երբեք քեզ այլս չեմ թողնի։ Խոստանում եմ։ Նա զարմանալի ուժով սեղմեց նրա ձեռքը այդքան փխրուն մեկի համար։ Ես գիտեի, որ դու կգաս, ասաց նա։ Ես միշտ գիտեի, որ դու այստեղ կլինես, երբ ես քո կարիքն ունենամ։ Եվ այդ սարսափելի առավոտից ի վեր առաջին անգամ Արմենը մեղքի զգացումից ու սարսափից բացի այլ բան զգաց։ Նա զգաց հույսի մի փոքրիկ կայծ։ Որովհետև չնայած ամեն ինչին, չնայած ողջ խավարին ու դավաճանությանը, նա ժամանակին էր հասել։ Նա փրկել էր մորը։ Եվ հիմա միասին նրանք գտնելու էին մի ճանապարհ, որպեսզի անցնեն այն մղձավանջի միջով, որին վերածվել էր իրենց կյանքը։ Բայց Արմենը գիտեր, որ ամենավատը դեռ առջում է։ Հարցերը, որոնք պետք է պատասխանվեին։ Ճշմարտությունները, որոնք պետք է բացահայտվեին։ Եվ հաշվեհարդարը մի կնոջ հետ, ում կարծում էր, թե ճանաչում է, բայց ով իրականում լիովին անծանոթ էր։ Մի անծանոթ, որն ունակ էր աներակայելի բաների։ Եվ մինչ գիշերը խորանում էր երանի վրա, հիվանդանոցը շարունակում էր կյանքեր փրկելու մարդկային դրամաներին ակ։ Անատես լինելու իր առօրյան, Արմեն Մանուկյանը սկսեց հասկանալ, որ իր ճանապարհորդությունը նոր է սկսվում։ Ճանապարհորդություն դեպի ճշմարտություն, արդարություն, գուցե քավություն։ Բայց դա լինելու էր երկար, ցավոտ ճանապարհորդություն, լի բացահայտումներով, որոնք կփոխեին այն ամենը, ինչ նա կարծում էր, թե գիտի սիրո, հավատարմության մարդկային բնույթի մասին։ Եվ ամեն ինչ սկսվել էր այդ առավոտ, երբ մի անբացատրելի բնաստ նրան հետ էր բերել հիվանդանոց։ Մի բնաստ, որը փրկել էր մոր կյանքը, փշրել իր սեփական կյանքի պատրանքը։ Բայց մինչ գիշերը խորանում էր, հիվանդանոցը շարունակում էր իր մշտական խնամքի շտապ օգնության ռիթմը, Արմենը թույլ տվեց իրեն խորասուզվել հիշողությունների մեջ, որոնք երկար ժամանակ ճնշել էր։ Նա հիշեց այն օրը, երբ ծանոթացավ Լիլիթի հետ, կորպորատիվ միջոցառմանը Երամ Վյու հյուրանոցում, որը նայում էր հաղթանակի զբոսայգուն։ Նա կրում էր մուգ կապույտ զգեստ, իսկ ազատ արձակված մազերը կատարյալ ալիքներով թափվում էին ուսերին։ Երբ նրանց հայացքներն առաջին անգամ հանդիպեցին, Արմենը զգաց մի բան, որը կարծեց, թե ճակատագիր է։ Նա ժպտացել էր իրեն, մի ժպիտ, որը կարծես լուսավորում էր ողջ սրահը, մոտեցել էր մի բաժակ գինին ձեռքին։ Կորացի տեսք ունեք, ասել էր նա, ձայնը մեղեդային ու հրապուրիչ։ Առաջին անգամ եք այսպիսի միջոցառման։ Արմենը ծիծաղել էր, լարված, բայց հմայված։ Այդքան ակնհայտ է։ Եվ այդ պահից Լիլիթը վարպետորեն հյուսել էր իր սարդոստայնը։ Նա ստիպում էր Արմենին զգալ յուրահատուկ եզակի, կարծես նա միակ տղամարդն էր սրահում, ով արժանի էր իր ուշադրությանը։ Նա հարցեր էր տալիս նրա կյանքի, երազանքների, ընտանիքի մասին, թվում էր, թե անկեղծորեն հետաքրքրված է յուրաքանչյուր պատասխանով։ Արմենը, ով միշտ սուսպ էր եղել իր զգացմունքներում, բացեց իր սիրտը այն կնոջ առաջ, ում հազիվ էր ճանաչում։ Հաջորդ ամիսներին սիրավեպը բուռն զգացմունքների ամերիկյան բլուրներ էր։ Լիլիթը կրքոտ էր, արտահայտիչ, միշտ ռոմանտիկ անակնկալներ էր պլանավորում։ Հանգստյան օրեր Ծաղկաձորում, մոմերի լույսի ներքո ընթրիքներ քաղաքի թաքնված ռեստորաններում, նրա մեքենայում թողնված գրություններ քնքուշ հաղորդագրություններով։ Արմենն իրեն զգում էր։ Ֆիլմի հերոսի պես ապրում էր մի սիրավեպ, որը չափազանց լավն էր թվում իրական լինելու համար։ Եվ գուցե, այժմ հետ նայելով, այն իսկապես չափազանց լավն էր իրական լինելու համար։ Նա հիշեց նրա առաջին հանդիպումը տիկին Անահիտի հետ։
Արմենը լարված էր, անհամբեր սպասում էր, որ իր կյանքի երկու ամենակարևոր կանայք իրար դուր գան։ Լիլիթը մոր տուն էր եկել ծաղիկների փնջով իր պատրաստած ելակի տորթով։ Նա ջերմ գրկախառնությամբ ողջունեց տիկին Անահիտին, ողջ կեսօրն անցկացրեց, լինելով կատարյալ հարս, օգնելով խոհանոցում, անկեղծ հաճոյախոսություններ անելով տան ձավորման մասին, անկեղծ հետաքրքրությամբ հարցնելով տիկին Անահիտի կյանքի մասին։ Երբ այնտեղից դուրս եկան, Արմենը փայլում էր։ Նա հիանալի է, մամ։ Դուք ինչ կարծիքի եք։ Տիկին Անահիտը ժպտացել էր, բայց Արմենը այժմ կարողանում էր հիշել պատասխանից առաջ եղած փոքրիկ դադարը։ Նա շատ համակրելի է թվում, որդիս։ Եթե դու երջանիկ ես, ես էլ եմ երջանիկ։ Այն ժամանակ Արմենը չէր նկատել վարանումը։ Չէր նկատել, որ մոր ժպիտը լիովին չէր հասնում աչքերին։ Չէր ընկալել նրա ձայնի նուրբ անհան գստությունը։ Նա կույր էր, լիովին կույր կրքից, նորությունից, վերջապես մեկին գտնելու զգացումից։ Այժմ հիվանդանոցի այդ անհարմար աթոռին նստած, դիտելով մորը քնած, Արմենը հասկացավ, թե քանի նշան էր անտեսել։ Ոչ միայն մոր կողմից, այլ իր կողմից նույնպես։ Եղել էին պահեր, երբ ինչ-որ բան իր ներսում կասկածում էր, պահեր, երբ Լիլիթի դիմակը կարճ ժամանակով սահում էր, նա տեսնում էր ինչ-որ սառը, ինչ-որ հաշվարկված բանի շողք։ Բայց նա միշտ վանում էր այդ մտքերը, միշտ արդարացումներ էր գտնում, միշտ ընտրում էր հավատալ Լիլիթի տարբերակին, սեփական բնազդներին վստահելու փոխարեն։ Անին երան հասավ հաջորդ առավոտ, աչքերը կարմրած թռիչքի ընթացքում անդադար լաց լինելուց։ Երբ մտավ հիվանդասենյակ, տեսավ մորը, գունատ ու փխրուն պառկած մահճակալին, նա փլվեց։ Արմենը գրկեց նրան, երկու քույր ու եղբայր այդպես մնացին երկար րոպեներ, կիսելով մի ցավ, որը բառերի մեջ չէր տեղավորվում։ Երբ Անին հանգստացավ, Արմենը նրան տարավ հիվանդանոցի սրճարան։ Այնտեղ, մի մեկուսի սեղանի շուրջ, նա պատմեց ամեն ինչ։ Այդ սարսափելի առավոտվա յուրաքանչյուր մանր ամասն, այն տեսարանի յուրաքանչյուր վայրկյանը, որը շարունակում էր կրկնվել նրա մտքում սարսափ ֆիլմի պես։ Անին լուր լսում էր, դեմքն ավելի ու ավելի գունատվելով, ձեռքերը դողում էին, բռնելով սուրճի բաժակը, որին անգամ չէր դիպել։ Ինչպե՞ս, հարցրեց նա վերջապես, ձայնը խռպոտ։ Ինչպե՞ս կարող է մարդն այդպիսի բան անել։ Ինչպե՞ս կարող է մեկը նայել անպաշտպան տարեց կնոջը որոշել, որ դա նրա կյանքին վերջ տալու պահն է։ Արմենը գլուխը թափահարեց, պատասխան չունենալով։ Նա իրեն նույն հարցը տվել էր հարյուրավոր անգամներ վերջին 24 ժամվա ընթացքում, դեռ ոչինչ չէր գտել, որը իմաստ ունենար։ Լիլիթը խելագար չէր, հոգեկան հիվանդ չէր։ Նա հաշվարկող էր, սառը, մեկը, ով այդ պահը խնամքով պլանավորել էր։ Եվ դա, ինչ-որ կերպ, ավելի սարսափելի էր, քան ցանկացած խելագարության նոպա։ Ես պետք է նկատեի, ասաց Արմենը, ձայնը լի մեղքի զգացումով։ Մայրիկը փորձեց ինձ զգուշացնել այնքան շատ անգամ, իսկ ես պարզապես չուզեցի լսել։ Անին ձեռքը մեկնեց, բռնեց եղբոր ձեռքը։ Արմեն, դու չես կարող քեզ մեղադրել, որ չես պատկերացրել, թե քո կին ունակ է նման բանի։ Ոչ ոք դա չի պատկերացնում։ Ոչ ոք մի օր չի արթնանում մտածում, որ այն մարդը, ում հետ անկողին է կիսում, կարող է իրական սպառնալիք լինել։ Բայց ես պետք է տեսնեի նշանները, պնդեց նա։ Ես պետք է հարցեր տայի, պետք է հետաքննեի, երբ ամեն ինչ սկսեց տարօրինակ դառնալ։ Ես ընտրեցի անտեսել, որովհետև դա ավելի հեշտ էր։ Որովհետև դիմակայելը կնշանակեր ընդունել, որ ես ամուսնացել եմ մեկի հետ, ում իրականում չեմ ճանաչում։ Երկուսն էլ մի պահ լռեցին, ընկալելով այդ ճշմարտության ծանրությունը։ Անին հետո հարցրեց. Իսկ հիմա ի՞նչ է լինելու Լիլիթի հետ։ Արմենը բացատրեց, որ նրան ոստիկանությունը տարել է ցուցմունք տալու, որ իշխանությունները հետաքննում են գործը։ Նա արդեն տվել էր իր ցուցմունքը, բժիշկները նույնպես հաստատել էին տիկին Անահիտի վրա բռնության նշանները։ Կային բավարար ապացույցներ, կային վկաներ, կար այն մերկ ճշմարտությունը, որին ինքը ականատես էր եղել։ Բայց Արմենը նա գիտեր, որ գործընթացը լինելու է երկար, ցավոտ, լի շրջադարձերով։ Լիլիթը այն մարդկանցից չէր, ով հեշտությամբ կընդուներ պարտությունը։ Նա կպայքարեր, կմանիպուլացներ, կաներ այն, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար։ Եվ նա պետք է պատրաստ լիներ դիմակայելու ոչ միայն այն կնոջը, որ նա էր, այլ այն կնոջ հիշողություններին, որը կարծում էր, թե նա է։ Անին նայեց եղբորը մի վճռականությամբ, որը նա չէր սպասում։ Ես կմնամ այստեղ, ասաց նա։
Ես կմնամ երանում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ Մայրիկը հիմա մեր կարիքն ունի ավելի քան երբե, դու չես կարող միայնակ անցնել այս ամենի միջով։ Արմենը զգաց, թե ինչպես աչքերը կրկին այրվեցին։ Շնորհակալ։ Անի։ Չգիտեմ, ինչ կանեի առանց քեզ։ Նրանք վերադարձան սենյակ, որտեղ տիկին Անահիտն արթուն էր, հեռուն նայելով պատուհանից։ Երբ տեսավ երկու երեխաներին միասին մտնելիս, նրա դեմքը լուսավորվեց թույլ ժպիտով։ Երեխաներս, շշնջաց նա։ Դուք եկել եք։ Անին վազեց մահճակալի մոտ զգուշորեն գրկեց մորը, փորձելով չվնասել նրա փխրուն մարմինը։ Իհարկե, եկել ենք, մամ։ Մենք միշտ այստեղ կլինենք ձեզ համար։ Տիկին Անահիտը շոյեց դստեր դեմքը, իսկ հետո նայեց Արմենին։ Այնքան բան կար նրա աչքերում, այնքան բան, որ նա ուզում էր ասել, բայց չգիտեր ինչպես։ Արմենը մոտեցավ բռնեց նրա ձեռքը։ Մամ, ես շատ եմ ցավում։ Ամեն ինչի համար։ Որ չհավատացի ձեզ, որ չնկատեցի, որ թույլ տվեցի, որ ամեն ինչ հասնի այս կետին։ Նա դանդաղ գլուխը թափահարեց։ Որդիս, դու մեղավոր չես։ Որոշ մարդիկ շատ լավ են կարողանում թաքցնել, թե ովքեր են իրականում։ Նա խաբեց քեզ, խաբեց բոլորին։ Ես փորձեցի զգուշացնել քեզ, բայց ես նա վախենում էի։ Վախենում էի, որ դու ինձ կընտրես, իսկ հետո կզղջաս։ Վախենում էի լինել այն պատճառը, որի համար քո ամուսնությունը չի ստացվում։ Արմենը զգաց, թե ինչպես կուրծքը սեղմվեց։ Մամ, իմ ամուսնությունը Լիլիթի հետ արդեն վաղուց չէր ստացվում։ Ես պարզապես չէի ուզում ընդունել։ Ես հրաժարվում էի տեսնել ճշմարտությունը, որովհետև դա կնշանակեր, որ ես ձախողվել եմ, որ սխալ որոշում եմ կայացրել։ Երեքը միասին մնացին հիվանդանոցի այդ փոքրիկ սենյակում, միավորված ընդհանուր ցավով, բայց նա մի սիրով, որը գոյատել էր ամեն ինչի միջով։ Եվ հենց այնտեղ բացարձակ խոցելիության այդ պահին Արմենը հասկացավ, թե որքան էր հեռացել իր ընտանիքից, որքան էր թույլ տվել, որ Լիլիթը բաժանի նրանց, մեկուսացնի իրարից։ Հաջորդող օրերին, մինչ տիկին Անահիտը ֆիզիկապես վերականգնվում էր, Արմենը սկսեց հետաքննել անցյալը։ Նա պետք է հասկանար։ Պետք է իմանար, թե կոնկրետ երբ էր Լիլիթը վերածվել այն մարդու, որն ունակ էր այդ սարսափելի արարքին։ Թե նա միշտ էլ այդպիսին էր եղել, ինքը պարզապես երբեք չէր նկատել։ Նա սկսեց խոսել մարդկանց հետ, ովքեր ճանաչում էին Լիլիթին իրենից առաջ։ Աշխատանքի գործընկերների, հին ընկերուհիների, նույնիսկ նախկին ընկերների հետ։ Եվ որքան ավելի շատ էր բացահայտում, այնքան ավելի պարզ ու սարսափելի էր դառնում պատկերը։ Լիլիթի աշխատանքի գործընկերուհիներից մեկը, Սոնան, համաձայնեց հանդիպել Արմենի հետ Մաշտոցի պողոտայի սրճարաններից մեկում։ Նա 40 անց մի կին էր, լուրջ տեսքով, ակնհայտորեն անհարմար էր զգում այն խոսակցությունից, որը պետք է ունենային։ Տեսեք, Արմեն, սկսեց նա, նյարդային խառնելով իր կապուչինոյի բաժակը։ Ես չէի ուզում հավատալ, երբ լսեցի, թե ինչ է պատահել։ Բայց, միևնույն ժամանակ, լիովին չզարմացա։ Արմենը սարսուռ զգաց ողնաշարով։ Ինչ նկատի ունեք։ Սոնան հոգոց հանեց։ Լիլիթը միշտ բարդ մարդ է եղել։ Նա ունակ էր լինել չափազանց խարիզմատիկ, երբ ուզում էր, բայց կարող էր նա աներակայելի դաժան լինել։ Ես տեսել եմ, թե ինչպես է նա ոչնչացրել այն գործընկերների հեղինակությունը, ում սպառնալիք էր համարում բամբասանքներ տարածել, իրավիճակներ մանիպուլացրել, իրեն օգուտ բերելու համար։ Նա այդ ամենն անում էր ժպիտը դեմքին, միշտ ձեռքերը մաքուր պահելով, միշտ այնպես անելով, պարզապես ազնիվ էր կամ փորձում էր օգնել։ Արմենը կլանում էր յուրաքանչյուր բառ, զգալով, թե իբր ծանոթանում է մի անծանոթի հետ։ Եվ ոչ ոք նրան չէր դիմակայում։ Ոմանք փորձել են, խոստովանեց Սոնան։ Բայց նա շատ լավ էր կարողանում պաշտպանվել։ Միշտ այլընտրանքային պատմություն ուներ, միշտ կարողանում էր մեղքը գցել ուրիշների վրա։ Եվ, անկեղծ ասած, մարդկանց մեծամասնությունը պարզապես չէր ուզում խառնվել։ Ավելի հեշտ էր հեռու մնալ։ Իսկ նրա հարաբերությունների մասին, հարցրեց Արմենը, թե մի մասը չէր ուզում իմանալ պատասխանը։ Սոնան վարանեց, բայց հետո որոշեց շարունակել։ Նա ձեզնից առաջ այստեղ, ընկերությունում, մի տղայի հետ էր հանդիպում, Լոնի։ Նրանք շատ վատ բաժանվեցին։ Նա նույնիսկ ասել է, որ Լիլիթը փորձել է սաբոտաժի ենթարկել իր կարիերան, երբ հասկացել է, որ ինքը պատրաստվում է բաժանվել։
Ես բոլոր մանրամասները չգիտեմ, բայց նա դրանից անմիջապես հետո հեռացավ ընկերությունից, լսել եմ, որ մեկ այլ քաղաք է գնացել, պարզապես նրանից հեռու նորից սկսելու համար։ Արմենը զգաց, թե ինչպես ստամոքսը խառնվեց։ Նա կույր էր եղել, լիովին կույր։ Բոլոր կարմիր դրոշակներն այնտեղ էին, նա պարզապես ընտրել էր չտեսնել դրանք։ Շնորհակալ եմ, որ պատմեցիք, ասաց նա, թե երախտագիտություն չէր զգում։ Զգում էր միայն մի խորը դատարկություն, մի զգացում, որ իր ողջ վերջին անցյալը սուտ էր։ Սոնան ձեռքը դրեց նրա ձեռքի վրա, համերաշխության ժեստ։ Արմեն, ոչ ոք քեզ չի մեղադրում, որ չես տեսել։ Լիլիթը շատ լավ էր, կամ լավն էր, իր գործում։ Նա ստեղծում էր մի կերպար, որին դժվար էր դիմադրել։ Եվ երբ սիրահարված ես, երբ ուզում ես հավատալ մարդկանց լավագույնին, ավելի դժվար է տեսնել ճշմարտությունը։ Այդ հանդիպումից հետո Արմենն իրեն էլ ավելի կորած զգաց։ Նա մի ողջ կյանք կառուցել էր պատրանքի վրա, հիմա երբ պատրանքը փշրվել էր, չգիտեր, թե ով է ինքը կամ ինչ պետք է անի հետո։ Բայց կային ավելի շատ մարդիկ, ում նա պետք է լսեր։ Հաջորդ շաբաթ Արմենին հաջողվեց գտնել Լոնին, Լիլիթի նախկին ընկերոջը, որի մասին նշել էր Սոնան։ Նա այժմ ապրում էր Վանաձորում, աշխատում էր տեխնոլոգիական ընկերությունում։ Երբ Արմենը զանգահարեց, Լոնը վարանեց խոսել, բայց լսելով, թե ինչ է պատահել տիկին Անահիտի հետ, համաձայնեց զրուցել տեսազանգով։ Կրանին հայտնված տղամարդը մոտ 40 տարեկան էր, մազերը սկսում էին ճերմակել քունքերին, աչքերը հին տխրություն էին կրում։ Տես, Արմեն, սկսեց Լոնը, ձեռքը տանելով դեմքին։ Ես իսկապես շատ եմ ցավում քո մոր հետ պատահածի համար։ Եվ, ինչ-որ առումով, դա ինձ չի զարմացնում։ Լիլիթը միշտ ունակ է եղել բաների, որոնք նորմալ մարդիկ անգամ չեն կարող պատկերացնել։ Լոնը պատմեց իր պատմությունը, Արմենը լսում էր աճող սարսափով։ Նրանք 2 տարի հանդիպել էին, սկզբում ամեն ինչ կատարյալ էր թվում։ Բայց կամաց-կամաց Լիլիթը սկսեց ցույց տալ իր իսկական դեմքը։ Նա մոլագարի պես վերահսկող էր, ուզում էր իմանալ, թե որտեղ է ինքը յուրաքանչյուր րոպե, ում հետ է խոսում, ինչ է անում։ Եթե նա նշում էր կին գործընկերոջ մասին, Լիլիթը դրամատիկ տեսարաններ էր սարքում, մեղադրելով նրան դավաճանության մեջ առանց որևէ ապացույցի։ Երբ ես վերջապես որոշեցի բաժանվել, շարունակեց Լոնը, ձայնն ավելի լարվելով, նա պարզապես չընդունեց։ Նա սկսեց գալ իմ աշխատավայր, զանգահարել իմ ղեկավարներին, ասելով, որ ես թմրանյութ եմ օգտագործում, որ գողուդ յուն եմ անում ընկերությունից։ Ամեն ինչ սուտ էր, իհարկե, բայց կասկածի սերմը ցանվել էր։ Իմ հեղինակությունը ոչնչացվեց։ Ես ստիպված եղա հեռանալ ընկերությունից, քաղաքից, զրոյից սկսել։ Եվ դու երբեք չբողոքեցիր նրանից, հարցրեց Արմենը։ Լոնը դառը ծիծաղեց։ Փորձեցի։ Բայց նա շատ խելացի էր։ Երբեք ապացույցներ չէր թողնում, միշտ ալիբի ուներ, միշտ կարողանում էր այնպես անել, որ ես թվայի խելագար, մոլագար։ Վերջում ես պարզապես փախա։ Դա նրանից ազատվելու միակ ձն էր։ Զրույցից հետո Արմենը սրտխառնոց զգաց։ Քանի կյանք էր Լիլիթը ոչնչացրել։ Քանի մարդ էր տառապել նրա ձեռքերում։ Եվ ինչու ոչ ոք չէր կարողացել կանգնեցնել նրան, մինչ նա հասավ այս կետին։ Նա այս տեղեկությունները կիսեց քննիչի հետ, որը դրանք ավելացրեց Լիլիթի մասին աճող գործին։ Յուրաքանչյուր նոր բացահայտում ավելի մռայլ, ավելի անհանգստացնող պատկեր էր նկարում։ Սա պարզապես մի կին չէր, որը զայրույթի պահին սարսափելի արարք էր գործել։ Սա մեկն էր, ով ուներ կործանարար վարքի հաստատված օրինաչափություն, մեկը, ով համակարգված կերպով մանիպուլացնում վնասում էր ապատի մարդկանց։ Բայց մի մարդ վճռական էր թույլ չտալ նրան խորտակվել, անին։ Նա դարձավ այն ժայռը, որի վրա նա հենվում էր, այն ուժը, որը նրան ոտքի վրա էր պահում, երբ նրա ներսում ամեն ինչ ուզում էր փլուզվել։ Նա խնամում էր մորը, կազմակերպում էր գործնական հարցերը, զբաղվում էր փաստաբանների իշխանությունների հետ, դեռ ժամանակ էր գտնում համոզվելու, որ Արմենը ուտում է, քնում է, գոյատում է։ Մի գիշեր, երբ նրանք տիկին Անահիտի տանն էին, որը վերջապես դուրս էր գրվել հիվանդանոցից, Անին մի հարց տվեց, որից Արմենը խուսափում էր։ Դու դեռ սիրում ես նրան։ Արմենը երկար լռեց, նայելով թեյի բաժակին, որը բռնել էր ձեռքերի մեջ։ Չգիտեմ, խոստովանեց նա վերջապես։ Ես սիրում էի այն մարդուն, ում կարծում էի, թե նա է։ Բայց այդ մարդը երբեք իրականում գոյություն չի ունեցել։
Այնպես որ կարծում եմ ես սիրահարված էի մի ֆանտազիայի, խնամքով կառուցված միստի։ Եվ ոչ, ես չեմ սիրում այն մարդուն, որը նա իրականում է։ Ես նույնիսկ չգիտեմ, ով է այդ մարդը։ Անին գլխով արեց, հասկանալով։ Գիտես, որ քեզ մասնագիտական օգնություն է պետք այ։ Ամենը վերամշակելու համար, չէ՞։ Սա մի բան չէ, որը կարող ես պարզապես միայնակ հաղթահարել։ Արմենը գիտեր, որ նա ճիշտ է։ Նա արդեն սկսել էր փնտրել տրավմայի բռնի հարաբերությունների մեջ մասնագիտացած թերապևտների։ Որովհետև որքան ավելի շատ էր մտածում, այնքան ավելի էր հասկանում, որ իր ամուսնությունը Լիլիթի հետ հենց դա էր եղել, բռնի։ Նա մանիպուլացրել էր իրականության իր ընկալումը, մեկուսացրել էր նրան ընտանիքից, վերահսկել էր իր կյանքի ասպեկտները նուրբ, բայց կործանարար ձևով։ Նա զոհ էր դարձել մի տեսակի բռնության, որը ֆիզիկական հետքեր չէր թողնում, բայց ներսից էր ոչնչացնում։ Եվ ամենասարսափելին այն էր, որ նա նույնիսկ չէր նկատել։ Նա նորմալացրել էր վարքագծեր, որոնք երբեք չպետք է նորմալ լինեին, ընդունել էր վերաբերմունք, որը երբեք չպետք է ընդուներ։ Եվ հիմա հետ նայելով կարողանում էր հստակ տեսնել օրինաչափությունը, առաջընթացը, այն ձև, որով նա դանդաղորեն քայքայել էր իր ինքնավարությունն ու ինքնության զգացումը։ Մի քանի օր անց Արմենը զանգ ստացավ գործով զբաղվող քննիչից։ Պարոն Մանուկյան, մենք պետք է խոսենք։ Զգաց, կարծես հատակը անհետացավ իր ոտքերի տակից։ Ինչպես նա չգիտեր դա։ Ինչպես էր նա թաքցրել դա իրենից։ Կարծես կարդալով նրա մտքերը, քննիչը շարունակեց։ Բողոքները արվել են մեկ այլ քաղաքում, նախքան նրա երան տեղափոխվելը։ Եվ, ըստ երույթին, նա շատ զգույշ է եղել այստեղ իր կերպարը վերականգնելիս։ Նոր աշխատանք, նոր ընկերներ, նոր կյանք։ Դա սովորական մարտավարություն է այս պրոֆիլի մարդկանց համար։ Արմենը ձեռքը տարավ դեմքին, ուժասպառ զգալով։ Իսկ հիմա։ Հիմա ինչ է լինելու։ Հիմա, ասաց քննիչը, ձայնը մեղմացնելով, մենք բավարար ապացույցներ ունենք ձեր կնոջը դատի տալու համար։ Այն, ինչ նա արեց հիվանդանոցում, չափազանց լուրջ էր, ձեր ցուցմունքով, բժշկական ցուցմունքներով այս անցյալով մենք ամուր գործ ունենք։ Բայց պետք է, որ դուք պատրաստ լինեք։ Գործընթացը դժվար է լինելու։ Նա կպաշտպանվի, կփորձի վարկաբեկել ձեզ, կանի այն, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար։ Արմենը գլխով արեց, զգալով, թե ինչպես մի վճռականություն է աճում իր ներսում։ Ես պատրաստ եմ։ Ես կանեմ այն, ինչ անհրաժեշտ է իմ մորը պաշտպանելու։ Ապահովելու համար, որ Լիլիթը երբեք այլս չկարողանա դա անել որևէ մեկի հետ։ Երբ դուրս եկավ ոստիկանական բաժանմունքից, Արմենը զգաց թեթացման սարսափի տարօրինակ խառնուրդ։ Թեթացում, որովհետև վերջապես ճշմարտությունը բացահայտվում էր, որովհետև վերջապես Լիլիթը կկանգներ իր արարքների հետանքների առաջ։ Բայց նա սարսափ, որովհետև գիտեր, որ ամենավատը դեռ առջում է։ Վերջնական դիմակայությունը, այն պահը, երբ նա պետք է նայեր նրա աչքերին, ընդուներ, որ այն կինը, ում սիրել էր, երբեք գոյություն չի ունեցել։ Այդ գիշեր, վերադառնալով մոր տուն, Արմենը նստեց նրա կողքին հյուրասենյակում։ Անին դուրս էր եկել մթերքներ գնելու, օրերի մեջ առաջին անգամն էր, որ նա տիկին Անահիտը մենակ էին։ Նա ֆիզիկապես վերականգնվել էր, բայց Արմենը տեսնում էր, որ հուզական սպիները դեռ թարմ են։ Մամ, սկսեց նա, կոտրելով լռությունը։ Ես պետք է, որ դուք ինձ պատմեք։ Ամեն ինչ։ Ինչ է արել Լիլիթը, ինչ է ասել, ինչպես է վերաբերվել ձեզ, երբ ես մոտակայքում չեմ եղել։ Ես պետք է իմանամ ամբողջական ճշմարտությունը։ Տիկին Անահիտը նայեց որդուն, նրա աջ քերում թեթացման տխրության խառնուրդ կար։ Նա սպասում էր այդ խոսակցությանը, բայց նա վախենում էր դրանից։ Որդիս, սկսեց նա, ձայնը թույլ, բայց հաստատուն։ Ճշմարտությունն այն է, որ սկզբից ի վեր, երբ դուք եկաք այստեղ ապրելու, նա ինձ վերաբերվում էր այնպես, կարծես ես լուծման ենթակա խնդիր լինեի։ Նա երբեք բացահայտ դաժան չէր, ոչ ուրիշների ներկայությամբ։ Բայց երբ մենք մենակ էինք, նա լիովին փոխվում էր։ Արմենը լսում էր, յուրաքանչյուր բառը դանակի հարվածի պես էր իր սրտին։ Նա ինձ ասում էր, որ ես բեռ եմ, որ խանգարում եմ ձեր կյանքին, որ պետք է ինձ համար ապրելու տեղ գտնեմ, ձեզ հանգիստ թողնեմ։ Նա այնպիսի սառը, այնպիսի հաշվարկված տոնով էր խոսում, որ երբեմն ես ինձ հարց էի տալիս, թե արդյոք երակայում եմ։ Բայց չէի երակայում։ Նա հստակ գիտեր, թե ինչ է անում։ Ինչու դուք ինձ երբեք չպատմեցիք, հարցրեց Արմենը, ձայնը դողալով։ Ինչու այս ամենը միայնակ տարաք։
Տիկին Անահիտը բռնեց որդու ձեռքը։ Որովհետ ես վախենում էի, Արմեն։ Վախենում էի, որ դու ինձ չես հավատա, վախենում էի լինել այն պատճառը, որով քո ուսնությունը կավարտվի, վախենում էի կորցնել քեզ։ Ես արդեն այնքան բան էի կորցրել կյանքում, չէի կարող տանել նա որդուս կորցնելու միտքը։ Արմենը գրկեց մորը, նրանք միասին լաց եղան, ազատելով ամիսների ճնշված ցավը, պարտադրված լռությունները, չասված ճշմարտությունները։ Եվ այնտեղ, այդ գրկախառնության մեջ, նրանք լուռ ուխտ կապեցին։ Այլս երբեք գաղտնիքներ։ Այլս երբեք լռություններ։ Այլս երբեք թույլ չտալ, որ որևէ մեկը բաժանի իրենց։ Երբ Անին վերադարձավ, գտավ նրանց երկուսին միասին հյուրասենյակում, առանց բառերի կարիքի հասկացավ, թե ինչ էր տեղի ունեցել։ Նա միացավ նրանց Մանուկյանների ընտանիքը մասնատված, բայց ոչ ոչնչացված, սկսեց բուժման երկար գործընթացը։ Նրանք գիտեին, որ առջում ճանապարհը դժվար է լինելու, լի մարտահրավերներով ու ցավերով։ Բայց երկար ժամանակ անց առաջին անգամ նրանք միասին էին, միավորված ճշմարտությամբ այն սիրով, որը միշտ գոյություն ուներ նրանց մեջ։ Եվ դա, նրանք գիտեին, ավելի ուժեղ էր, քան ցանկացած խավար, որ Լիլիթը բերել էր իրենց կյանք։ Հաջորդող շաբաթները զգացմունքների, բացահայտումների, դժվար որոշումների հորցանուտ էին։ Արմենը գտավ բռնի հարաբերությունների մեջ մասնագիտացած թերապևտի, բժիշկ Պողոս Հակոբյանին, 60 անց մի մարդու, որը տասնամյակների փորձ ուներ զոհերին օգնելու վերականգնել իրենց կյանքը։ Սեանսների ընթացքում, որոնք տեղի էին ունենում շաբաթական 2 անգամ կենտրոն թաղամասի հարմարավետ սենյակում, Արմենը սկսեց կտոր-կտոր քանդել այն հուզական կառույցը, որը Լիլիթը ստեղծել էր իր շուրջը։ Արմեն, ասաց բժիշկ Պողոս Հակոբյանը սեանսներից մեկի ժամանակ, դուք պետք է հասկանաք, որ այն, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ, ձեր մեղքը չէր։ Լիլիթի նման մարդիկ չափազանց հմուտ են այլընտրանքային իրականություններ ստեղծելու, իրենց զոհերին ստիպելու կասկածել սեփական անձին։ Դա անուն ունի, հոգեբանական մանիպուլյացիա։ Եվ դա վերահսկողության ամենանենգ ձերից մեկն է։ Արմենը կլանում էր յուրաքանչյուր բառ, փորձելով իր անցյալի կտորները տեղավորել նոր համատեքստում։ Նա սկսեց նկատել օրինաչափություններ, որոնք նախկինում անվնաս էին թվում։ Այն ձը, որով Լիլիթը միշտ ստիպում էր նրան մեղավոր զգալ, երբ այցելում էր որը։ Այն ձը, որով նա մեկուսացնում էր նրան հին ընկերներից, միշտ նրանց մեջ թերություններ գտնելով, միշտ փոքր կոնֆլիկտներ ստեղծելով, որոնք ստիպում էին Արմենին հեռանալ։ Այն ձը, որով նա վերահսկում էր զույգի ֆինանսները, միշտ ասելով, որ պարզապես կազմակերպված է, բայց իրականում նրան նուրբ ձեռով իրենից կախված պահելով։ Ես ինձ հիմար եմ զգում, խոստովանեց Արմենը մի անգամ, ձայնը լի հիասթափությամբ։ Ինչպես չտեսա։ Ինչպես թույլ տվեցի, որ դա տեղի ունենա։ Բժիշկ Պողոս Հակոբյանը առաջ թեքվեց, հայացքը բարի, բայց հաստատուն։ Որովհետ դուք մարդ եք, Արմեն։ Որովհետ սիրում վստահում էիք։ Եվ դրանում ամոթալի ոչինչ չկա։ Ամոթը նրանն է, ոչ թե ձերը։ Նա է, ով ընտրել է մանիպուլացնել, խաբել վերջիվերջո փորձել անուղղելի վնաս պատճառել։ Դուք զոհ էիք, ոչ թե մեղսակից։ Այս խոսքերը, որոնք կրկնվում էին տարբեր ձերով սեանսների ընթացքում, սկսեցին դանդաղորեն թափանցել մեղքի այն շերտի մեջ, որը Արմենը կրում էր։ Նա հասկացավ, որ չափազանց խիստ է իր նկատմամբ, ստանձնելով պատասխանատվություններ, որոնք իրենը չէին։ Եվ թե մեղքի զգա։ Ցումը լիովին չանհետացավ, այն սկսեց վերածվել մի այլ բանի, վճռականության։ Արդարության հասնելու, մորը պաշտպանելու այլս երբեք թույլ չտալու, որ որևէ մեկը իրեն այդպես մանիպուլացնի։ Մինույն ժամանակ Լիլիթի դեմ իրավական գործընթացը առաջ էր ընթանում։ Արմենի փաստաբանը, բժիշկ Մովսես Կարապետյանը, մանրակրկիտ փորձառու մարդ էր, հայտնի ընտանեկան բռնության հետ կապված բարդ գործերում իր հմտությամբ։ Նրան խորհուրդ էր տվել Անին, որը ճանաչում էր նրա հեղինակությունը աշխատանքի գործընկերների միջոցով։ Պարոն Մանուկյան, ասաց բժիշկ Մովսեսը Երանի կենտրոնում գտնվող իր գրասենյակում հանդիպման ժամանակ, մենք շատ ամուր գործ ունենք։ Ապացույցները համոզիչ են, վկայությունները հստակ են, ոստիկանության կողմից Լիլիթի մասին բացահայտված անցյալը էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը։ Բայց պետք է զգուշացնեմ ձեզ, նա վարձել է քաղաքի լավագույն պաշտպաններից մեկին։ Գործընթացը հեշտ չի լինելու։ Արմենն արդեն սպասում էր դրան։ Լիլիթը երբեք ոչինչ կիսատ չէր անի, լուրջ մեղադրանքներից պաշտպանվելը հաստատ կպահանջեր լավագույն ռեսուրսները, որոնք նա կարող էր հավաքել։
Ինձ անհանգստացնում է, ասաց Արմենը, ոչ թե բուն գործընթացը, այլ այն, թե ինչ նա կարող է փորձել անել այդ ընթացքում։ Նա ունակ է պատմություններ հորինել, մարդկանց մանիպուլացնել, պատմություններ ստեղծել, որոնք իրեն զոհի տեսք կտան։ Բժիշկ Մովսեսը գլխով արեց, հասկանալով։ Հենց դրա համար էլ մենք պետք է շատ զգույշ լինենք։ Մենք կփաստաթղթավորենք ամեն ինչ, կապահովենք, որ յուրաքանչյուր փոխազդեցություն, յուրաքանչյուր շփման փորձ գրանցվի։ Եվ մենք կաշխատենք ոստիկանության հետ, ապահովելու, որ ձեր մայրը միշտ պաշտպանված լինի։ Եվ հենց այդպես էլ արեցին։ Տիկին Անահիտն այժմ ուներ պաշտպանական միջոցներ, Լիլիթին արգելված էր մոտենալ նրան կամ որևէ տեսակի շփում փորձել։ Արմենը նա փոխել էր տան կողպեքները, տեղադրել էր անվտանգության տեսախցիկներ ուներ ուղիղ համար, զանգահարելու, եթե ինչ-որ բան պատահեր։ Նա ռիսկի չէր գնալու։ Բայց Լիլիթը, ինչպես կանխատեսվում էր, հանգիստ չէր։ Իր փաստաբանի միջոցով նա սկսեց կառուցել պաշտպանություն, հիմնված լիովին այլ պատմության վրա։ Նա պնդում էր, որ պարզապե սուղում էր տիկին Անահիտի բարձը, որ թյուրիմացություն էր եղել, որ Արմենը սխալ էր մեկնաբանել իրավիճակը, լարված հոգնած լինելու պատճառով։ Նա իրեն ներկայացնում էր որպես նվիրված հարս, որին անարդարացիորեն մեղադրել էին, իսկ տիկին Անահիտին որպես շփոթված տարեց կին, որը հստակ չէր հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Դա համարձակ ռազմավարություն էր, Արմենը պետք է խոստովաներ, որ մասամբ արդյունավետ։ Որոշ մարդիկ, հատկապես նրանք, ովքեր չգիտեին ամբողջ պատմությունը, սկսեցին կասկածել, թե գուցե, միայն գուցե, դա իսկապես թյուրիմացություն էր։ Ի վերջո, Լիլիթը միշտ այնքան հմայիչ էր եղել, այնքան սիրված բոլորի կողմից։ Ինչպես կարող էր այդպիսի մեկը ունակ լինել նման հրեշավոր բանի։ Բայց Արմենը գիտեր ճշմարտությունը։ Եվ նա ուներ վկաներ։ Բժիշկները, որոնք զննել էին տիկին Անահիտին միջադեպից անմիջապես հետո, գտել էին երկարատ ճնշմանը համապատասխան հետքեր, պայքարի նշաններ, ֆիզիկական ապացույցներ, որոնք լիովին հակասում էին Լիլիթի պատմությանը։ Եվ կար նա իր սեփական ցուցմունքը, մանրամասն հետողական, որը նկարագրում էր հենց այն, ինչ տեսել էր այդ առավոտ։ Այս բուռն ժամանակահատվածում Արմենը սկսեց վերականգնել կապերը այն մարդկանց հետ, ում կորցրել էր ամուսնության ընթացքում։ Հին ընկերներ, համալսարանի ընկերներ, նույնիսկ որոշ հեռավոր հարազատներ։ Եվ հենց այս վերականգնված կապերի միջոցով նա հասկացավ, թե որքան մեկուսացված էր Լիլիթը նրան դարձրել։ Նա միշտ պատրվակ ուներ հասարակական միջոցառումներին չմասնակցելու, միշտ պատճառներ էր գտնում, որ նրանք մնան միայն երկուսով, միշտ կասկածի սերմեր էր ցանում այլ մարդկանց մտադրությունների վերաբերյալ։ Նրա լավագույն ընկերներից մեկը համալսարանից, Կարենը, հրավիրեց նրան ոչ պաշտոնական ընթրիքի իր տուն, կենտրոն թաղամասում։ Արմենը սկզբում վարանեց, դեռ իրեն փխրուն անպաշտպան զգալով, բայց անին քաջալերեց նրան գնալ։ Դու պետք է հիշես, որ այս մղձավանջից դուրս կյանք կա, ասաց նա։ Դու պետք է հիշես, թե ով էիր դու մինչ Լիլիթը։ Ընթրիքը զարմանալիորեն մխիթարական էր։ Կարենը, նրա կինը, Մարինեն, անկեղծ հյուրընկալ մարդիկ էին։ Նրանք շատ հարցեր չտվեցին, դժվար խոսակցություններ չպարտադրեցին։ Զապես առաջարկեցին իրենց ներկայությունը, իրենց ընկերությունը, իրենց աջակցությունը։ Եվ շաբաթների մեջ առաջին անգամ Արմենը ծիծաղեց։ Ոչ թե ստիպված կամ քաղաքավարի ծիծաղ, այլ իսկական ծիծաղ, սրտի խորքից եկող։ Ընկեր, ասաց Կարենը, երբ նրանք մենակ էին բակում, նայելով Երանի գիշերային երկնքին։ Ես միշտ գիտեի, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ։ Բայց դու սկզբում այնքան երջանիկ էիր թվում, որ մտածեցի, թե գուցե դա պարզապես իմ տպավորությունն է։ Արմենը նայեց ընկերոջը, զարմացած։ Դու գիտեիր։ Կարենը ուսերը թոթվեց։ Ճիշտ չգիտեի, ինչ, բայց ինչ-որ բան կար։ Այն ձը, որով նա միշտ նրբորեն վերահսկում էր քեզ, ինչպես միշտ պետք է իր ուզածով լիներ։ Ես մի անգամ փորձեցի խոսել, հիշում ես։ Բայց դու պաշտպանվեցիր, ուստի ես թողեցի։ Կներես, որ չպնդեցի։ Արմենը գլուխը թափահարեց։ Մի ներողություն խնդրիր։ Ես մինույն է չէի լսի։ Ես կույր էի, լիովին կույր։ Եվ մի մասս դեռ զարմանում է, թե ինչպես թույլ տվեցի, որ դա տեղի ունենա։ Կարենը ձեռքը դրեց ընկերոջ ուսին։ Տես, ես հոգեբան չեմ, բայց գիտեմ, որ այդ մարդիկ շատ լավ են իրենց գործում։ Նրանք ստիպում են քեզ հավատալ մի իրականության, որը գոյություն չունի։ Եվ երբ դու ներսում ես, անհնար է դրսից տեսնել։ Բայց հիմա դու դրսում ես, Արմեն։
Եվ դու ամեն ինչ ճիշտ ես անում։ Պաշտպանում ես մորթ, արդարություն ես փնտրում, քո մասին ես հոգ տանում։ Ահա թե ինչն է կարևոր։ Այդ խոսակցությունը շրջադարձային կետ դարձավ Արմենի համար։ Նա սկսեց հասկանալ, որ իր ճանապարհորդությունը ոչ միայն Լիլիթին դատի տալու կամ տիկին Անահիտին պաշտպանելու մասին էր։ Այն նա իրեն վերականգնելու, վերագտնելու, թե ով էր ինքը առանց այն թունավոր ազդեցության, որը այդքան երկար ժամանակ ներթափանցել էր իր կյանք։ Ամենադժվար բաներից մեկը, որ Արմենը պետք է դիմակայեր, այն գիտակցումն էր, թե իր ինքնության քանի մաս էր կորցրել ամուսնության ընթացքում։ Բժիշկ Պողոս Հակոբյանի հետ հատկապես ինտենսիվ սեանսի ժամանակ նա սկսեց թվարկել այն բոլոր բաները, որոնք թողել էր Լիլիթի պատճառով։ Իր հոբբիները, ընկերները, նույնիսկ իր անհատականության այն կողմերը, որոնք նա համարում էր անպատշաճ կամ անհարմար։ Ես առաջ զվարճալի էի, ասաց Արմենը, ձայնը լի զարմանքով այս բացահայտումն անելիս։ Ես մարդկանց ծիծաղեցնում էի։ Բայց Լիլիթը միշտ ասում էր, որ իմ կատակները մանկամիտ են, որ ես պետք է ավելի լուրջ, ավելի պրոֆեսիոնալ լինեմ։ Այնպես որ ես պարզապես դադարեցի։ Դադարեցի կատակել, դադարեցի լինել անկեղծ, դադարեցի լինել ես։ Բժիշկ Պողոս Հակոբյանը գլխով արեց, ճանաչելով օրինաչափությունը։ Դա հոգեբանական բռնության ընդհանուր ասպեկտ է, Արմեն։ Բռնարարը դանդաղորեն ձավորում է զոհին, կտոր-կտոր հեռացնելով այն բնութագրերը, որոնք այդ մարդուն յուրահատուկ են դարձնում, մինչ մնա միայն նվազեցված, վերահսկելի տարբերակ։ Բայց լավ նորությունն այն է, որ ձեր այդ մասերը չեն անհետացել։ Դրանք պարզապես ճնշվել են։ Եվ դուք կարող եք դրանք վերականգնել։ Եվ հենց դա էլ Արմենը սկսեց անել։ Նա նորից սկսեց կատակել, սկզբում իրեն տարօրինակ անհարմար զգալով, բայց կամաց-կամաց վերականգնելով այն թեթությունը, որը կորցրել էր։ Նա սկսեց գրել ավելի գունեղ հագուստ, այն չեզոք պահպանողական երանգների փոխարեն, որոնց վրա Լիլիթը միշտ պնդում էր։ Փոքրիկ ապստամբություններ, իր ինքնության փոքրիկ նվաճումներ։ Նա սկսեց գրել։ Ամուսնության ընթացքում Լիլիթը ծաղրել էր նրա գրվածքները, ասելով, որ դրանք հավակնոտորեն արտիստիկ են առանց գործնական նպատակի։ Արմենը իր տետրերը դրել էր գզրոցի խորքում, այլս չէր դիպել դրանց։ Բայց հիմա նա դրանք հանեց, հին տեքստերը կարդալով նոր աչքերով։ Այնտեղ տաղանդ կար, գիրք կար, ձայն կար, որն արժանի էր լսվելու։ Նա գնեց նոր տետր, շագանակագույն կաշվե կազմով, նորից սկսեց գրել։ Սկզբում դրանք պարզապես հատվածներ էին, ցրված մտքեր այն մասին, ինչ ապրում էր։ Բայց կամաց-կամաց բառերը սկսեցին ավելի ազատ հոսել։ Նա գրեց ցավի, դավաճանության, վերագտնման ճանապարհորդության մասին։ Եվ գրելու ընթացքում նա սկսեց վերամշակել, բուժվել։ Մի գիշեր նա իր գրվածքներից մի քանիսը ցույց տվեց Անիին։ Նա լուռ կարդաց, երբ ավարտեց, նրա աչքերում արցունքներ կային։ Արմեն, սա գեղեցիկ է։ Սա հզոր է։ Դու իսկական տաղանդ ունես։ Ինչու դադարեցիր գրել։ Արմենը պատմեց Լիլիթի մեկնաբանությունների մասին, թե ինչպես էր նա արժեզրկել մի բան, որն այդքան կարևոր էր իր համար։ Անին վրդովմունքով գլուխը թափահար է։ Նա հստակ գիտեր, ինչ անել, որ քեզ ներսից ոչնչացնի, այնպես չէ։ Նա գտնում էր այն բաները, որոնք դու սիրում էիր, դրանք դարձնում էր փոքր, աննշան։ Բայց դրանք այդպիսին չէին։ Երբեք չեն եղել։ Նա վերսկսեց մարզումները, մի բան, որը թողել էր ամուսնության ընթացքում, քանի որ Լիլիթը միշտ պատճառներ էր գտնում, որ նա տանը մնա։ Սկսեց վազել հաղթանակի զբոսայգում շաբաթ առավոտյան, զգալով, թե ինչպես է թարմ օդը լցնում իր թոքերը, պարզությունը վերադառնում իր մտքին։ Նա վերսկսեց հին հոբբիները, ինչպիսին է կիթառ նվագելը, մի բան, որը սիրում էր անել, բայց թողել էր, քանի որ Լիլիթն ասում էր, որ ձայնը նրան անհանգստացնում է։ Փոքրիկ ազատություններ, իր ինքնության փոքրիկ վերանվաճումներ։ Բայց այս վերականգնման մեջ կային խոցելիության պահեր։ Գիշերներ, երբ նա արթնանում էր սառը քրտինքով, վերապրելով հիվանդանոցի տեսարանը։ Օրեր, երբ զայրույթն այնքան ուժեղ էր, որ հազիվ էր կարողանում գործել։ Պահեր, երբ տխրությունը կորցրածի համար, որը կարծում էր, թե ունի, ճնշող էր։ Այդ դժվար գիշերներից մեկին նա նստած էր մոր տան հյուրասենյակում։ Չկարողանալով քնել, երբ Անին իջավ աստիճաններով։ Նա նստեց նրա կողքին, ոչինչ չասելով, պարզապես առաջարկելով իր ներկայությունը։ Երկար լռությունից հետո Արմենը խոսեց։ Ես նրան երազում տեսա, խոստովանեց նա։
Ոչ թե իսկական Լիլիթին, այլ այն Լիլիթին, որին կարծում էի, թե ճանաչում եմ։ Նրան, ով ամեն առավոտ ժպտում էր ինձ, նրան, ով գրկում էր ինձ, երբ տուն էի գալիս։ Եվ երազում ամեն ինչ կատարյալ էր։ Եվ երբ արթնացա ու հիշեցի իրականությունը, կարծես նորից կորցրի նրան։ Անին բռնեց եղբոր ձեռքը։ Դու սկի մեջ ես, Արմեն։ Սկում ես այն մարդու համար, ով կարծում էիր, թե նա է, այն կյանքի համար, որը կարծում էիր, թե ունես։ Եվ դա լիովին նորմալ է։ Թույլ տուր ինքդ քեզ զգալ դա։ Մի փորձիր ճնշել կամ արագացնել գործընթացը։ Ցավը պետք է զգալ, որպեսզի բուժվի։ Արմենը գլխով արեց, լուռ արցունքները հոսում էին դեմքով։ Ինչպես այդքան իմաստուն դարձար, Անի։ Նա տխուր ժպտաց։ Ես իմաստուն չեմ։ Ես պարզապես սիրում եմ քեզ, ուզում եմ, որ լավ լինես։ Եվ գիտեմ, որ դու լավ ես լինելու։ Ժամանակ կպահանջվի, դժվար կլինի, բայց դու կհասնես դրան։ Մինչ Արմենը զբաղվում էր իր սեփական ներքին պայքարներով, տիկին Անահիտը նույնպես անցնում էր իր բուժման գործընթացը։ Նա նույնպես սկսել էր թերապիայի գնալ, աշխատելով իր ապրած տրավմայի վրա։ Նա խոսում էր իր վախերի, այն գիշերների մասին, երբ հազիվ էր կարողանում քնել, քանի որ վախենում էր, որ Լիլիթը կվերադառնա, այն մեղքի զգացումի մասին, որ զգում էր այդ մարդուն իր որդու կյանք բերելու համար։ Բայց տիկին Անահիտը ուժեղ էր։ Նա միշտ էլ այդպիսին էր եղել։ Եվ դանդաղ իր երեխաների թերապիայի աջակցությամբ նա սկսեց վերականգնել իր ներքին խաղաղությունը։ Նա վերադարձավ այն եկեղեցին, որը միշտ սիրել էր, վերականգնեց կապերը հին ընկերուհիների հետ, նույնիսկ սկսեց մասնակցել թաղամասի համայնքային կենտրոնի գործելու խմբակին։ Մի կեսօր, երբ հյուրասենյակում շարֆ էր գործում, նա ասաց Արմենին. «Գիտես, որդիս, ես մի բան սովորեցի այս ամենից։ Սովորեցի, որ չարությունը գոյություն ունի, այո, բայց նա սովորեցի, որ սերն ավելի ուժեղ է։ Նայիր մեզ այստեղ։ Նայիր, թե ինչպես մեր ընտանիքը միավորվեց։ Լիլիթը փորձեց ոչնչացնել մեզ, բայց իրականում նա մեզ ուժեղացրեց»։ Արմենը հիացմունքով նայեց մորը։ Ինչպես եք կարողանում այդքան ուժեղ լինել։ Տիկին Անահիտը ժպտաց։ Որովհետև ես ձեզ ունեմ։ Որովհետև գիտեմ, որ չնայած ամեն ինչին, մենք լավ ենք լինելու։ Եվ որովհետև ես ընտրում եմ թույլ չտալ, որ նրա խավարը մարի մեր լույսը։ Այս խոսքերը օրեր շարունակ հնչում էին Արմենի մտքում։ Նա հասկացավ, որ իր մայրը, որն այդքան տառապել էր, որն այդքան ատելության թիրախ էր եղել, կարողանում էր պահպանել իր մարդկայնությունը, իր բարությունը, սիրելու իր ունակությունը։ Եվ եթե նա կարող էր դա անել, ուրեմն ինքն էլ կարող էր։ Դատավարությունը մոտենում էր։ Բժիշկ Մովսեսը նրանց տեղյակ էր պահում յուրաքանչյուր զարգացման, Լիլիթի պաշտպանության յուրաքանչյուր քայլի մասին։ Նա շարունակում էր հերքել մեղադրանքները, շարունակում էր հյուսել իր ստիցան։ Բայց ապացույցներն ամուր էին, բժիշկ Մովսեսը վստահ էր։ Դատավարության նախօրեին Արմենն այցելեց հոր գերեզմանին։ Նա կորցրել էր հորը, երբ ընդամենը 15 տարեկան էր, այդ ժամանակվանից ինքն էր հոգ տանում մոր մասին։ Նա նստեց խոտին, տապանաքարի կողքին, ցածր ձայնով խոսեց. «Հայր, ես ամեն ինչ փչացրի։ Ես մեր ընտանիք վատ մարդ բերեցի։ Մեկին, ով վնասեց մայրիկին, ով քիչ մնաց աներակայելին աներ։ Ես պետք է ավելի զգույշ լինեի։ Պետք է նրան ավելի լավ պաշտպանեի»։ Նա երկար մնաց այնտեղ, թույլ տալով, որ արցունքներն ազատ հոսեն։ Եվ հետո մի խաղաղության զգացում համակեց նրան։ Կարծես կարող էր զգալ հոր ներկայությունը, որն ասում էր, որ ամեն ինչ լավ է, որ ինքն արել է այն, ինչ կարող էր, որ հիմա հնարավորություն ունի ամեն ինչ ճիշտ անելու։ Երբ տուն վերադարձավ, նա այլ էր։ Ավելի հանգիստ, ավելի կենտրոնացած։ Պատրաստ դիմակայելու այն ամենին, ինչ գալու էր։ Որովհետև նա մենակ չէր։ Նա ուներ Անիին, ուներ տիկին Անահիտին, ուներ իսկական ընկերներ, ուներ մասնագետներ, որոնք աջակցում էին իրեն։ Եվ նա իր կողմից ուներ ճշմարտ ուղղությունը։ Այդ գիշեր երեքը, Արմենը, Անին, տիկին Անահիտը միասին ընթրեցին։ Նրանք խոսեցին թեթ բաների մասին, ծիծաղեցին հին հիշողությունների վրա, ապագայի պլաններ կազմեցին։ Եվ հիվանդանոցի այն սարսափելի առավոտից ի վեր առաջին անգամ Արմենը մի բան զգաց, որը ամիսներ շարունակ չէր զգացել՝ հույս։ Հույս, որ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա դատավարության ժամանակ, նրանք լավ կլինեն։ Որովհետև նրանք ունեին իրար։
Եվ դա, ի վերջո, այն ամենն էր, ինչն իսկապես կարևոր էր։ Դատավարության օրը երանում մոխրագույն բացվեց։ Ծանր ամպերը ծածկել էին երկինքը, անձրի սպառնալիքով, կարծես հենց քաղաքն էր ընդունում այն բանի ծանրությունը, ինչ տեղի էր ունենալու։ Արմենը վաղ արթնացավ, չկարողանալով առավոտյան 5-ից ավելի քնել։ Նա զգուշորեն հագնվեց, ընտրելով մուգ կոստյում, որը խորհուրդ էր տվել բժիշկ Մովսեսը։ Զուսպ, հարգալից, բայց հաստատուն։ Անին բոլորի համար նախաճաշ պատրաստեց, թե ոչ ոք առանձնապես ախորժակ չուներ։ Տիկին Անահիտը տեսանելիորեն լարված էր, ձեռքերը թեթակի դողում էին, երբ բռնել էր թեյի բաժակը։ Արմենը նստեց նրա կողքին բռնեց նրա ձեռքը։ Դուք պարտավոր չեք գնալ, եթե պատրաստ չեք զգում, ասաց նա քնքշորեն։ Ես Անին կարող ենք ամեն ինչով զբաղվել։ Բայց տիկին Անահիտը վճռականորեն գլուխը թափահարեց։ Ոչ, որդիս։ Ես պետք է այնտեղ լինեմ։ Ես պետք է նրա աչքերի մեջ նայեմ ցույց տամ, որ ես գոյատել եմ, որ նա չկարողացավ ինձ ոչնչացնել։ Ես պետք է դա անեմ ինձ համար։ Արմենը այդ պահին հսկայական հպարտություն զգաց մոր համար։ Նա փոքր էր, արտաքնապես փխրուն, բայց նրա մեջ մի ներքին ուժ կար, որն անսասան էր։ Ուրեմն միասին կգնանք, ասաց նա։ Երեքով, միասին։ Դատարանը գտնվում էր քաղաքի կենտրոնում մի վեհաշուկ շենք, որը պահպանում էր ուղղված անարդարությունների դատված հանցագործությունների պատմություններ։ Երբ ներս մտան, Արմենը հիվանդանոցի այդ առավոտից ի վեր առաջին անգամ տեսավ Լիլիթին։ Նա նստած էր իր փաստաբանի կողքին, հագնված պահպանողական, մազերը հավաքած, թեթ դիմահարդարմամբ։ Նա ակնհայտորեն ընտրել էր մի տեսք, որը խոցելիություն, անմեղություն էր փոխանցում։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, Արմենը նրա աչքերում մի բան տեսավ, որը ստիպեց նրան սարսռալ։ Դա զղջում չէր։ Վախ չէր։ Զայրույթ էր։ Սառը հաշվարկված զայրույթ, մի մարդու զայրույթ, ով հավատում էր, որ իրեն անարդարացիորեն են վարվել, ոչ թե այն բանի համար, որ սխալ բան է արել, այլ այն բանի համար, որ բռնվել է։ Դատավարությունը սկսվեց սովորական ձականություններով։ Դատավորը, պարոն Ավետիսյանը, 60-անց մի մարդ էր, հայտնի իր անաչառությամբ խստությամբ։ Նա հստակ հաստատուն ձայնով կարդաց մեղադրանքները, Լիլիթն իրեն անմեղ ճանաչեց, ձայնը հաստատուն համոզիչ։ Դատախազը, պարոն Սահակյանը, մանրակրկիտ էր իր ներկայացման մեջ։ Նա ներկայացրեց բժշկական ապացույցները, տիկին Անահիտին սպասարկած բուժաշխատողների ցուցմունքները, նրա դեմքի պարանոցի հետքերի լուսանկարները։ Նա մանրամասնեց Լիլիթի անցյալը, նախկին բողոքները, մանիպուլյատիվ ագրեսիվ վարքի օրինաչափությունը։ Եվ հետո եկավ այն պահը, որից Արմենն ամենաշատն էր վախենում, իր սեփական ցուցմունքը։ Նա բարձրացավ ամբիոն, ոտքերը դողալով, զգալով բոլոր հայացքների ծանրությունը իր վրա։ Դատախազը նրան ուղղորդեց խնամքով պատրաստված հարցերի միջոցով։ Արմենը պատասխանեց ազնվորեն, վերապրելով այդ սարսափելի առավոտը յուրաքանչյուր ցավոտ մանրամասնով։ Երբ ավարտեցի պատմելը, ասաց նա, ձայնը թեթակի դողալով, ես նրա աչքերում մի բան տեսա, որը երբեք չէի տեսել։ Կամ գուցե դա միշտ այնտեղ էր, ես պարզապես չէի ուզում տեսնել։ Զղջում չկար, շոկ չկար նրանից, ինչ անում էր։ Կար միայն զայրույթ, որ իրեն ընդհատել են։ Լիլիթի պաշտպանը, փաստաբան Վարդանյանը, հայտնի էր դատարանում իր ագրեսիվությամբ։ Խաչած հարցաքննության ժամանակ նա փորձեց վարկաբեկել Արմենին, ենթադրելով, որ նա հուզականորեն անկայուն է, որ նրա ընկալումը խեղաթյուրվել է սթրեսից։ Պարոն Մանուկյան, ասաց նա, ձայնը թավշյա, բայց պողպատե երանգով, ճիշտ է, որ դուք ձեր կինը ամուսնական դժվարություններ էիք ունենում, որ հարաբերություններում լարվածություն կար։ Արմենը խորը շունչ քաշեց, հիշելով բժիշկ Մովսեսի խորհուրդները։ Այո, լարվածություն կար։ Բայց դա չի փոխում այն, ինչ ես տեսա։ Դա չի ջնջում այն փաստը, որ նա փորձում էր խեղդել իմ մորը։ Փաստաբանը շարունակեց, փորձելով կասկածներ ստեղծել։ Եվ հնարավոր չէ, որ հաշվի առնելով այդ լարվածությունը, դուք սխալ եք մեկնաբանել իրավիճակը։ Որ ձեր կինը անկեղծորեն փորձում էր օգնել ձեր մորը, դուք սթրեսի պահին տեսել եք մի բան, որը չկար։ Արմենը ուղիղ նայեց ատենակալներին։ Ես գիտեմ, թե ինչ տեսա։ Ես տեսա, թե ինչպես իմ կինը բարձը սեղմում է իմ մոր դեմքին այնպիսի ուժով, որ խանգարի նրան շնչել։ Ես տեսա, թե ինչպես է իմ մայրը պայքարում, հուսահատ։ Դրա համար սխալ մեկնաբանություն հնարավոր չէ։
Դա ծանրագույն արարքի փորձ է, մաքուր պարզ։ Հաջորդը վկայություն տվեց տիկին Անահիտը։ Արմենը շունչը պահեց, դիտելով, թե ինչպես է մայրը դանդաղ, բայց վճռական քայլերով բարձրանում ամբիոն։ Նա այնքան փոքր էր թվում այնտեղ, այնքան խոցելի, բայց երբ սկսեց խոսել, նրա ձայնը հաստատուն էր։ Նա ատում էր ինձ, պարզապես ասաց տիկին Անահիտը։ Այն պահից, երբ իմ որդին նա եկան ապրելու ինձ հետ, ես զգացի նրա ատելությունը։ Նա երբեք ակնհայտորեն դաժան չէր, երբեք ուրիշների ներկայությամբ։ Բայց երբ մենք մենակ էինք, նա ստիպում էր ինձ զգալ, որ ես բեռ եմ, որ արժեք չունեմ, որ ավելի լավ կլիներ, եթե ես պարզապես այլս գոյություն չունենայի։ Դատախազը նրան ուղղորդեց կոնկրետ օրինակների, թունավոր մեկնաբանությունների, նուրբ նվաստացումների, հոգեբանական բռնության հստակ օրինաչափության միջով։ Եվ երբ հասավ հիվանդանոցի օրվան, տիկին Անահիտը նկարագրեց այն պահը, երբ արթնացավ, տեսավ Լիլիթին իր վրա, բարձը իջնում էր դեպի իր դեմքը։ Ես անմիջապես հասկացա, թե ինչ էր նա անում, ասաց տիկին Անահիտը, արցունքները հոսում էին դեմքով։ Ես հասկացա, որ նա վերջապես որոշել է ինձ վերացնել։ Եվ ես այնքան վախեցա, ոչ թե ինձ համար, այլ նրա համար, թե ինչ դա կանի իմ որդուն։ Որովհետև գիտեի, որ նա երբեք իրեն չի ների, եթե նրան հաջողվեր։ Խաչած հարցաքննության ժամանակ Լիլիթի փաստաբանը փորձեց ենթադրել, որ տիկին Անահիտը շփոթված է, որ նրա դեղերը կարող էին ազդել նրա ընկալման վրա։ Բայց նա չխառնվեց։ Պարոն փաստաբան, ասաց նա մի արժանապատվությամբ, որը Արմենին հպարտությամբ լցրեց, ես կարող եմ տարեց լինել, կարող եմ առողջական խնդիրներ ունենալ, բայց իմ միտքը լիովին պարզ է։ Եվ ես գիտեմ, առանց որևէ կասկածի ստվերի, թե ինչ փորձեց անելա։ Իսկ կինը ինձ հետ։ Սոնան, Լիլիթի գործընկերուհին, նույնպես վկայություն տվեց, խոսելով մանիպուլյատիվ վարքի օրինաչափության մասին, որը նկատել էր տարիների ընթացքում։ Հաջորդեցին այլ վկայություններ, յուրաքանչյուրը գլուխկոտրուկին ավելացնելով մեկ կտոր, բացահայտելով Լիլիթի իսկական բնույթը։ Եվ հետո եկավ Լիլիթի հերթը, վկայություն տալու իր պաշտպանության համար։ Նա բարձրացավ ամբիոն, աչքերում արցունքներ, անարդարացիորեն մեղադրված կնոջ կատարյալ կերպար։ Նա հերքեց ամեն ինչ, ասաց, որ պարզապես փորձում էր օգնել սկեսրոջը, որ սխալ են հասկացել, որ զոհ է մի ընտանիքի, որը երբեք իրեն իսկապես չի ընդունել։ Ես սիրում էի Արմենին, ասաց նա, ձայնը խեղդվելով։ Ես սիրում էի նրա մորը։ Ես երբեք ոչինչ չէի անի նրան վնասելու համար։ Սա մղձավանջ է։ Ինձ ոչնչացնում են մի սարսափելի թյուրիմացության պատճառով։ Դա համոզիչ ներկայացում էր, Արմենը պետք է խոստովաներ։ Բայց նա գիտեր ճշմարտությունը։ Եվ հույս ուներ, որ ատենակալները նույնպես կկարողանան տեսնել դիմակի միջով։ Դատախազը իր խաչած հարցաքննության ժամանակ անողոք էր։ Նա Լիլիթին մակայեց բժշկական ապացույցներով, ցուցմունքներով, նրա սեփական անցյալով։ Եվ կամաց-կամաց դիմակը սկսեց ճաքել։ Նրա ձայնն ավելի կոշտ դարձավ, աչքերն ավելի սառը։ Բարի խոցելի կինը կարճ պահերով տեղը զիջեց այն մարդուն, որը նա իրականում էր։ Օրիորդ Լիլիթ, ասաց դատախազը, եթե այս ամենը թյուրիմացություն էր, ինչու են տիկին Անահիտի դեմքի պարանոցի հետքերը համապատասխանում երկարած ճնշմանը զգալի ուժին։ Ինչու են բժիշկները գտել պայքարի հստակ նշաններ։ Լիլիթը վարանեց, պատասխան փնտրելով։ Ես չգիտեմ։ Գուցե նա դիմադրել է, որովհետև շփոթված էր դեղերից։ Ես պարզապես փորձում էի նրան հանգստացնել։ Իսկ բարձը, որ ձեր ամուսինը խլեց ձեր ձեռքերից։ Ինչու էիք դուք բարձը պահում նրա դեմքին, եթե պարզապես փորձում էիք նրան հանգստացնել։ Սրահում լռություն տիրեց, սպասելով պատասխանին։ Լիլիթը նայեց փաստաբանին, օգնություն փնտրելով, բայց հնարավոր օգնություն չկար։ Ճշմարտությունն այնտեղ էր, բացահայտված բոլորի համար։ Օրերի լսումներից հետո եկավ եզրափակիչ ճառերի պահը։ Դատախազը գրքոտ կոչ արեց արդարության, խնդրելով ատենակալ ներին տեսնել Լիլիթի կրած դիմակից այն կողմ, ճանաչել մանիպուլյացիայի բռնության օրինաչափությունը, պաշտպանել ոչ միայն տիկին Անահիտին, այլ պոտենցիալ այլ ապագա զոհերի։ Պաշտպանը իր հերթին փորձեց ստեղծել ողջամիտ կասկած, ենթադրելով, որ իրադարձությունների մեկնաբանությունը կարող է այլ լինել, որ գուցե տեղ կա մեկ այլ բացատրության համար։ Բայց նրա խոսքերը դատարկ էին հնչում, հուսահատ։ Ատենակալները հեռացան խորհրդակցելու, Արմենը, անին տիկին Անահիտը սպասեցին դատարանի միջանցքում։ Ժամերը ձգվեցին հավերժության պես։
Արմենը անհանգիստ քայլում էր, չկարողանալով տեղում մնալ։ Անին բռնել էր մոր ձեռքը, երկուսն էլ լուռ, յուրաքանչյուրը կորած իր մտքերի մեջ։ Վերջապես 4 ժամ հետո, որոնք օրեր թվացին, ատենակալները վերադարձան։ Բոլորը վերադարձան դատարանի դահլիճ, լռությունը բացարձակ էր։ Դատավորը հարցրեց ատենակալների ներկայացուցչին, թե արդյոք նրանք վճիռ են կայացրել։ Այո, ձեր գերազանցություն, պատասխանեց տղամարդը։ Ինչպես եք դուք դատում մեղադրյալ Լիլիթ Մանուկյանին ներկայացված մեղադրանքներով։ Ներկայացուցիչը ուղիղ նայեց Լիլիթին։ Մեղավոր բոլոր մեղադրանքներով։ Արմենը զգաց, թե ինչպես ոտքերը թուլացան։ Անին թեթացումից հեկեկաց։ Տիկին Անահիտը փակեց աչքերը լուռ աղոթք մրմնջաց։ Լիլիթը իր հերթին անշարժ մնաց, դեմքը գունատ, աչքերը հառած հեռավոր մի կետի։ Դատավորն այնուհետ հրապարակեց դատավճիռը։ Լիլիթը դատապարտվեց, թե Արմենը գիտեր, որ բողոքարկումներ կլինեն, որ գործընթացը կշարունակվի, այդ պահը կարևոր բան էր խորհրդանշում։ Այն խորհրդանշում էր ճշմարտության հաստատումը, այն գիտակցումը, որ տեղի ունեցածն իրական էր, լուրջ հետևանքներ ուներ։ Դատարանից դուրս, վերջապես պարզվող երկնքի տակ, երեքը գրկախառնվեցին։ Չկար ցնծություն, տոնակատարություն։ Միայն խորը, հոգնած թեթացում, որ վերջապես ամեն ինչ ավարտվեց։ Վերջապես, նրանք կարող էին սկսել վերականգնել իրենց կյանքը, առանց այդ գործընթացի մշտական ծանրության։ Հաջորդող շաբաթներին Արմենը սկսեց իսկապես վերամշակել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Բժիշկ Պողոս Հակոբյանի օգնությամբ նա աշխատեց տրավմայի, մեղքի զգացումի, կորստի վրա։ Նա սովորեց ներել իրեն, ընդունել, որ զոհ է։ Դարձել բարդ մանիպուլյացիայի, որ դրանում ամոթալի ոչինչ չկա։ Նա սկսեց վերականգնել իր կյանքը գործնական ձեռով։ Գտավ նոր բնակարան, մի տարածք, որը միայն իրենը կլիներ, առանց Լիլիթով աղտոտված հիշողությունների։ Նա զգուշորեն կահավորեց այն, յուրաքանչյուր կահույքի կտորն ընտրելով նպատակային, ստեղծելով մի տուն, որն արտացոլում էր, թե ով է ինքն իրականում, ոչ թե ում Լիլիթը փորձել էր ձավորել։ Տիկին Անահիտը նորից ծաղկեց։ Սպառնալիքի վերացումով, ճշմարտության հաստատումով, նա վերականգնեց իր կյանքի ուրախությունը։ Նա վերադարձավ իր սիրած ուտեստները պատրաստելուն, ընկերուհիներին թեյի հրավիրելուն, իր փոքրիկ այգին խնամելուն։ Եվ ամեն շաբաթ Արմենն ու Անին ընթրում էին նրա հետ, մի ավանդույթ, որը նրանք խոստացան այլս երբեք չանտեսել։ Անին ի վերջո վերադարձավ Գյումրի, բայց մշտական կապ էր պահպանում։ Նա ամեն ամիս առնվազն մեկ անգամ այցելում էր Երան, նրանք պարբերաբար տեսազանգեր էին անում։ Այս փորձառությունը նրանց երեքին միավորել էր այնպես, ինչպես ոչինչ չէր կարող։ Արմենը նա վերականգնեց կորցրած հարաբերությունները։ Նա Կարենը նորից մտերմացան, կամաց-կամաց Արմենը վերականգնեց իր սոցիալական աջակցության ցանցը։ Նա մասնակցում էր հոգեբանական բռնության զոհերի աջակցության խմբերին, որտեղ կիսվում էր իր պատմությամբ լսում ուրիշների պատմությունները։ Եվ այնտեղ, ընդհանուր խոցելիության այդ տարածքում, նա բուժում գտավ։ Ամիսներ անց, մի արոտ շաբաթ օր, Արմենը նստած էր հաղթանակի զբոսայգում իր կիթառով։ Նա նվագում էր մի մեղմ մեղեդի, կորած երաժշտության մեջ, երբ մի կին մոտեցավ ամաչկոտ ժպիտով։ «Կներեք, որ ընդհատում եմ», ասաց նա, «բայց դուք շատ լավ եք նվագում»։ Արմենը ժպտաց պատասխան, նրանք սկսեցին զրուցել։ Նրա անունը Աննա էր, նա գրականության ուսուցչուհի էր, ուներ մի ժպիտ, որը լուսավորում էր նրա ողջ դեմքը։ Նրանք ժամերով խոսեցին գրքերի, երաժշտության, կյանքի մասին։ Եվ Լիլիթից հետո առաջին անգամ Արմենը անկեղծ կապ զգաց մեկի հետ։ Նա պատրաստ չէր հարաբերությունների, նա ազնիվ էր այդ մասին Աննայի հետ։ Բայց նրանք ընկերներ դարձան, կամաց-կամաց Արմենը սկսեց նորից հավատալ, որ աշխարհում բարություն կա, որ ոչ բոլոր մարդիկ են դիմա։ Կներ գրում, որ հնարավոր է նորից վստահել։ Մի գիշեր, հիվանդանոցի միջադեպից գրեթե 1 տարի անց, Արմենը ընթրում էր տիկին Անահիտի հետ։ Նրանք նրա խոհանոցում էին, ուտում էին նրա պատրաստած լազանյան, խոսում էին մանր, կարևոր բաների մասին։ Եվ խոսակցության կեսին տիկին Անահիտը կանգ առավ, նայեց որդուն խորը բավարարվածության արտահայտությամբ։ «Գիտես, Արմեն», ասաց նա, «ես հիմա քեզ նայում եմ, տեսնում եմ մի այլ մարդու, քան այն մեկը, որը այդ օրը վազելով մտավ հիվանդասենյակ։ Դու ավելի ուժեղ ես, ավելի իմաստուն, ավելի ամբողջական»։ Արմենը մտածեց նրա խոսքերի մասին։ «Դուք ճիշտ եք։ Ես այլ եմ։ Ես կրակի միջով անցա մյուս կողմից դուրս եկա։
Եվ թե սպիները դեռ այնտեղ են, դրանք ինձ հիշեցնում են, թե ինչ եմ վերապրել, ինչ եմ սովորել։ Եվ ինչ ես սովորել, որդիս։ Արմենը մի պահ մտածեց։ Սովորել եմ, որ իսկական սերը չի մանիպուլացնում, չի վերահսկում, չի ոչնչացնում։ Սովորել եմ, որ վստահելը կարևոր է, բայց նա կարող է վստահել ինքդ քեզ, սեփական բնազդներին։ Սովորել եմ, որ ընտանիքը միայն արյունը չէ, այլ այն մարդիկ, ովքեր ընտրում են մնալ քո կողքին, երբ ամեն ինչ փլուզվում է։ Եվ սովորել եմ, որ միշտ արժե պայքարել ճշմարտության համար, անկախ նրանից, թե որքան ցավոտ է այն։ Տիկին Անահիտը ժպտաց, աչքերը փայլում էին հպարտության արցունքներից։ Հայրդ այնքան կհպարտանար քեզնով։ Այդ գիշեր, երբ վերադառնում էր իր բնակարան, Արմենը նայեց իր շուրջը լուսավորված քաղաքին։ Երանը, իր ողջ քաոսով ու գեղեցկությամբ, իր բարդությամբ ու հակասություններով։ Դա իր քաղաքն էր, իր տունը։ Եվ նա քիչ էր մնում այստեղ ամեն ինչ կորցներ, բայց նա գտել էր իր ուժը, իր ճշմարտությունը, իր քավությունը։ Նա մտածեց Լիլիթի մասին, որը կրում էր իր պատիժը, զգաց զգացմունքների խառնուրդ։ Նրա անկման մեջ բավարարվածություն չկար, բայց կար արդարության զգացում։ Եվ ամենակարևորը, կար վստահություն, որ նա այլևս չի կարող վնաս պատճառել ոչ իրեն, ոչ իր մորը, ոչ էլ որևէ մեկին։ Արմենը հասկացավ, որ իր ճանապարհորդությունը չի ավարտվել։ Բուժումը շարունակական գործընթաց է, ոչ թե նպատակակետ։ Դեռ կլինեն դժվար օրեր, հիշողություններ, որոնք անսպասելիորեն կհայտնվեն, սպիներ, որոնք կցավեն։ Բայց նա այժմ զինված էր դրանց հետ գործ ունենալու գործիքներով, ամուր աջակցության ցանցով, իր ինքնության ավելի խորը հասկացողությամբ։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ, երբ մտածում էր ապագայի մասին, վախ չէր զգում։ Հույս էր զգում։ Հույս, որ լավագույն օրերը դեռ առջում են, որ իսկական սերը գոյություն ունի, կարելի է գտնել, որ բարությունը կհաղթի խավարին։ Նա կայանեց մեքենան իր շենքի դիմաց, նայեց վեր, լուսավորված բնակարանին, որն այժմ տուն էր կոչում։ Մի տուն, որը կառուցել էր իր սեփական ձեռքերով, լցրել իր սեփական ընտրություններով, պաշտպանել իր սեփական առողջ սահմաններով։ Եվ մինչ բարձրանում էր աստիճաններով, Արմեն Մանուկյանը գիտեր, բացարձակ վստահությամբ, որ գոյատել է։ Դրանից ավելին, նա հաղթել էր։ Ոչ թե այն պատճառով, որ Լիլիթը դատապարտվել էր, այլ այն պատճառով, որ նա վերականգնել էր իրեն։ Վերականգնել էր իր ձայնը, իր ինքնավարությունը, առողջ կերպով սիրելու, սիրվելու իր ունակությունը։ Խավարը փորձել էր կլանել նրան, բայց նա ընտրել էր լույսը։ Եվ այդ ընտրությունը, որը նորոգվում էր ամեն օր, այն էր, ինչը կորոշեր նրա կյանքի մնացած մասը։ Դատավարությունից հետո ամիսներին Արմենը սկսեց աշխատել հոգեբանական բռնության զոհ տղամարդկանց աջակցության խմբերի հետ։ Նա հասկացավ, որ իր պատմությունը, որքան էլ ցավոտ լիներ, կարող էր օգնել այլ մարդկանց, ովքեր անցնում էին բացահայտման բուժման նույն գործընթացը։ Նա սկսեց բացահայտ խոսել իր փորձի մասին, կոտրելով այն խարանը, որը հաճախ խանգարում էր տղամարդկանց ընդունել, որ իրենք զոհ են դարձել մանիպուլյացիայի։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ, որը տեղի էր ունենում Երանի համայնքային կենտրոններից մեկում, Արմենը ծանոթացավ Դավիթ անունով մի երիտասարդի հետ, որը ընդամենը 25 տարեկան էր, բայց արդեն խորը սպիներ էր կրում բռնի հարաբերություններից։ Տղան ակնհայտորեն պայքարում էր, դեռս խրված շղթման իր ապրածի ընդունման մեջ։ Արմենը մոտեցավ Դավիթին հանդիպումից հետո։ «Ես գիտեմ, թե ինչ ես դու զգում», ասաց նա քնքշորեն։ Այն զգացումը, որ պետք է ավելի շուտ նկատեիր, որ թույլ ես տվել, որ դա տեղի ունենա։ Բայց դու թույլ չես։ Քեզ մանիպուլացրել է մեկը, ով չափազան հմուտ էր մանիպուլյացիայի մեջ։ Եվ հիմա դու այստեղ ես, օգնություն ես փնտրում։ Դա թուլություն չէ։ Դա խիզախություն է։ Դավիթը արցունքներով լի աչքերով նայեց Արմենին։ Ինչպես կարողացար առաջ շարժվել։ Ինչպես ես կարողանում նորից վստահել։ Արմենը ուշադիր մտածեց, նախքան պատասխանելը։ Ես չեմ ստի, թե դա հեշտ է։ Դեռ կան օրեր, երբ ես ամեն ինչ կասկածի տակ եմ դնում, երբ վախենում եմ նորից որևէ մեկին վստահել։ Բայց ես սովորել եմ, որ չեմ կարող թույլ տալ, որ մի վատ մարդ ոչնչացնի իմ ունակությունը, տեսնելու լավը ուրիշների մեջ։ Ես սովորել եմ սահմանել առողջ սահմաններ, վստահել իմ բնազդներին, չանտեսել կարմիր դրոշակները։ Եվ ամենակարևորը, ես սովորել եմ, որ իմ պատմությունը ինձ չի սահմանում, բայց թե ինչպես եմ ես ընտրում առաջ շարժվել, դա այո սահմանում է։ Այդ խոսակցությունը օրեր շարունակ մնաց Արմենի հետ։
Նա հասկացավ, որ օգնելով Դավիթին, նա օգնում է իրեն վերահաստատելով սովորած դասերը, ամրապնդելով սեփական բուժումը։ Աննան, ուսուցչուհին, որին ծանոթացել էր զբոսայգում, դարձավ մշտական ներկայություն նրա կյանքում։ Նրա նք դեռ ընդամենը ընկերներ էին, բայց դա մի ընկերություն էր, որը ուրախություն-թեթություն էր բերում Արմենի օրերին։ Նա ստիպում էր նրան ծիծաղել, մտավոր մարտահրավեր էր նետում, ընդունում էր նրան հենց այնպիսին, ինչպիսին նա էր։ Եվ Լիլիթից հետո առաջին անգամ Արմենը սկսեց դիտարկել հնարավորությունը, որ գուցե մի օր նորից բացվի սիրո համար։ Բայց նա չէր շտապում։ Նա սովորել էր, որ բուժումը չի կարելի արագացնել, որ արժեք կա մենակ լինելու, իրեն լիովին վերականգնելու մեջ, նախքան թույլ տալը, որ մեկ ուրիշը նշանակալի կերպով մտնի իր կյանք։ Մի կիրակի կեսօր, հիվանդանոցի միջադեպից գրեթե 15 ամիս անց, Արմենը իր բնակարանում խորոված կազմակերպեց։ Նա հրավիրել էր Անիին, տիկին Անահիտին, Կարենին, Մարինեին, Աննային մի քանի այլ ընկերների, որոնց հետ վերականգնել էր կապերը։ Տունը լի էր ծիծաղով, երաժշտությամբ, պատշգամբի մանգալի վրա խորովող մսի բույրով։ Տիկին Անահիտը փայլում էր, պատմելով զվարճալի պատմություններ Արմենի Անիի մանկությունից, բոլորին ծիծաղեցնելով։ Արմենը մի պահ կանգ առավ, դիտելով իր շուրջը տեղի ունեցող Սարանը։ Սրանք իսկական մարդիկ էին, անկեղծ ջերմությամբ, առանց դիմակների, առանց խաղերի։ Սա այն կյանքն էր, որը նա քիչ էր մնում կորցներ, որը Լիլիթը քիչ էր մնում ոչնչացներ։ Եվ նա խորը երախտագիտություն զգաց, ոչ միայն գոյատելու, այլ իրեն վերադառնալու ճանապարհը գտնելու համար։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի, տիկին Անահիտի Անիի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք ցավի բացահայտման վերականգնման այս ճանապարհորդությամբ, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, ցույց տալով, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում ընտանեկան սիրո ուժը ճշմարտությանը դիմակայելու խիզախությունը կարող են մեզ տանել դեպի վերափոխում։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր հոգին։